Ararat Bank, ուղղություն ընտրում ես դու Mastercard World Travel Card-ով։ Ոնց եմ ես քեզանից զզվում։ Եկել ենք հայտարարվելու ժողովուրդ։ Դե մի արա տենց բաներ։ Ինչ մեծ հարուստ մեքենա է, ասես նայում ա տենում ինչ ասես Լավ աղջիկա, բայց գեշա։ Դուրը ես սպալել։ Ես մեսով այս ցիտես ոնց է ես սրան չեմ ճանաչում։ Թռար դու։ Թռալա։ Հետ ես տարե։ Հետո տարի ավելի հերո։ Հիմա մեզ մոտ իդեալական հարաբերություն է հանում ցիրո վրա։ Հատուս թուրքետ մենք ենք սպյուրքը։ Ես քո ինչն եմ ասել, ես գիտեմ դու մաքուր ես։ Վերջին պետք է ասեր հա։ Գլովոյի հետ քաղաքը քո տրամադրության տակ է։ Ընկերներիդ հետ ուզում ես տարբերվող մի բան ուտել, պատվիրիր Գլովո եւ վայելիր։ Տակդիրները վերջացել են։ Պատվիրիր Գլովո եւ անհոգ եղիր։ Լավ ֆիլմը, լավ պաղպաղակ է պահանջում։ Համեղ է։ Ներբեռնիր Գլովո, ստացիր ուզածդ, րոպեներ անց։ Իսկ մի օպեր։ Զանք մի բան անենք, չէ՞, սամալյոցիկ, всё։ Թռանք երեխեք, մանեի հետ թռանք։ Մանեի ես տանում ես։ Անում հիշողությունների գիրկը։ Հենց այնպեսի հյուրերն են այսօր Իշխան Ղարիբյանը, Սաթենիկ Ղազարյանը, Անի Լուպեն եւ Հայկ Մարությանը, մի խոսքով Ազիզյանները։ Ազիզյանները եւ հարևանները, որոնք ունեն ազգանուն։ Այո, ռշտունիներ։ Ռշտունիներ, հրաշալի ազգանուն։ Այո, Այդ ձևեր ազգ։ Զարմացավ սցենարիստը։ Դա Ոնց է տրամադրությունը։ Շատ լավ։ շատ լավ, մարտական ես կասեի։ Շատ ուրախացա, որ տեսա Ազիզյանները նաև թատրոնում են ու նոր ներկայացումով, նոր սցենարով, որքանով ես գիտեմ, դեռ չեմ հասցրել։ Չեմ հասցնում տոմս գտնել այնքան արագ են սպառվում։ Արդար չի։ Ոչինչ, հունվարին նորից կլինեն, հա, ներկայացումներ, անպայման կուզենանք դուք ներկա լինեք։ Շնորհակալություն։ Միշտ պատրաստ ենք։ Միշտ պատրաստ։ Ասացիր թռանք, ուր ենք թռնում ենք հիշողությունների գիրկը, սկզբում պատմում ենք հենց այնպես պատմությունները, որոնք եղել են ձեր հետ տարբեր ժամանակներում, կարող են լինել խայտառակ պատմություններ, մենք սիրում ենք խայտառակ պատմություններ, կարող են լինել այն խոսքը չենք սիրում, բայց զավեշտալի պատմություններ, ծիծաղելի, կուրիոզ դեպքեր, բեմում նկարահանումների ժամանակ, հիշեցնում, բոլոր ֆոլդերները տալիս եմ, հանձնում եմ ձեզ ու լսում ու վայելում եմ։ Եկել ենք հայտարարվելու ժողովուրդ։ Դե սկսի։ Առաջինը դու։ Սաթ։ Ես սկսեմ։ Սաթիկ դա ծանոթացեք։ Մի ամիսա չի խմում։ Չէ, իրականում շատ ուրախացա, երբ որ Հայկը զանգեց, ասեց, ուզում ենք ներկայացում անենք, Հայկ, չեմ ասել, ասեմ, անջատել եմ, նենց եմ գոռացել, այդ ժամանակ Սևանի ափին էի, ու Սևան ստարտափի ժամանակ էր, այդ հիմա բոլորը լսում են, որտեղ ոչ մեկին չի ասել, Հայկ, նենց եմ գոռացել, որ ափի ժողովուրդը պատտվեցին, ասին What's the matter with you? Շատեցի իհարկե ու համբերատար սպասել եմ այն խմորումներին, Ժողովուրդ ջան, ամեն ինչ նորմալ է իր հետ։ Ես տվեցի։ Այդպես։ Ու այդ ոգևորությամբ շարունակեցիք փորձերը, հա։ Ամեն փորձը, ներկայացումից առաջ մենք ունենում ենք փորձեր, ամեն փորձը մեզ համար բառացի եմ ասում, տոնա։ Իսկապես, այնքան սիրով ենք մենք այդ փորձերը անում։ Բայց եթե առավոտը չի։ Եթե Ժամ կա։ ճիշտ է, եթե Ժամ կա։ Ժամից հետո տոնա։ Ինչի։ Թե Նո առավոտը նկատի ունես, եթե ժամը 3:30 է, դա առավոտ է, այդ ոչինչ, 1:30 առավոտը վատը չի։ ես այնքան ուրախ եմ այդ առիթով, որտեվ Հայկը առավոտից չի գալիս, ըստ դրա փորձերը նշանակվում է ոչ առավոտը։ Ես դրանից օգտվում եմ, Դու ես արդյանում։ Հա, ես Շատ ճիշտ է նստել։ Իրենք սիրում են երկար քնել։ Անին եթե օրինակ մի անգամ դրեցինք 12-ին, թե 11-ին չեմ հիշում։ 11:30 թե ինչ դրեցինք, այն եկավ, ասես պրոստը կանգնած էր սա փորձը։ Կանգնած նայում էր փորձը, հա ինքը մեջն էր, բայց ասես հասկանում էր որ փորձի է, այսինքն հասկանում գիտակցում էր որ եկել է,
գիտակցում էր որ Երևանում է, գիտակցում էր որ փորձ է։ Վերջ, այդտեղ արդեն բանը, այդտեղ մնաց գիտակցությունը ավարտում էր, մնացածը արդեն ուղղակի չէր հասկանում ինչ է կատարում, բայց ժամը այտենց երկուսի կողմերը միացավ, երկրորդ փորձը նորմալ անցավ։ Անցավ։ Չէ, իսկականից այնքան լավ, որովհետև Հայկն էլ է միշտ ուշ դնում փորձերը։ WhatsApp-ի Առավոտյան մարդ WhatsApp-ի խմբում որ ժամը գնում էին փորձի, ամենավերջինը Անիները հաստատում, դա հույս ուներ որ մեկը մինչև իրա, այ ժամին հնարավոր չի։ Ոչ ոգում էր հույս կա։ Պաուզա։ Վերջում ստիպված, օքեյ։ Չէ՞, ամենահետաքրքիրն է որ դե սկսեցիք զանգել, որ ասում sense բան կա, իդեա կա, հետաքրքիր, որտեղ մարդիկ շատ հետաքրքրությամբ հետևում են, նայում են նաև այտենց սերունդը փոխվել, արդեն նոր սերունդը նա։ Հետաքրքիր է որ այն սերունդը արդեն մեծացել է, իրանց էլ է հետաքրքիր, ասի հետաքրքիր կարող է օրիգինալ բան անենք, հա։ Բոլորը դե շատ ուրախացան ու զանգում եմ Բարիսին, այսինքն Ազատի դերակատարին, ալո, ռուսերեն բանով, Մոսկվայում ես ինչ որ բան ինչ որ ասում ընկերներից հետ նոր բիզնես եմ դրել, ինչ ասի զանգել։ Ոնց բան ասում հնարավոր չէ, ասում ցավը տարը Բարիս ջան, ասում տարբերակ չկա, ասում տեսա հավաքվել է որ դու որ չգաս խայտարակ կլինենք բան, բայց այստեղ իմ գործերը բացել ասում չգիտեմ ինչ ուզում ես անել, չգիտեմ ինչ ասել, ինչ ճիշտն է։ Մի օր կարելի է իրան հրավիրել, ես չեմ էլ հարցրել, չեմ ուզում իմանալ այնտեղ ինչ է ինքը ասել, բայց ինչ որ թողել է կիսատ գործերը եկել է Չես ուզում մեղավոր լինել։ Ես ասի որ պատասխանատվություն չեմ կրում այնտեղ կրած ֆինանսական ինչ-որ բաների համար, հա, պրոբլեմների համար, ասեց օքեյ, հիմա մի խոսքով։ Վերադարձել է ու վերադարձել է, դե նաև փորձեցինք մեր Ստեփանին, որը Լևոնի դերակատարն էր, իրեն էլ փորձեցինք որ անպայման ուզում ենք որ լիներ, բայց ինքը հիմա ծառայության մեջ է, շատ են հարցնում, ասում են բա Լևոնը, այսինքն ինքը Ստեփանը մեր ինքը ծառայության մեջ, այսինքն ինքնա մեծացել, մեծ տղա է իրականում, բոլորը գիտեն թե փոքրիկ տղաները կա, հա, բայց ինքը արդեն ծառայության մեջ է, ու սահմանամերձ շրջաններում ծառայությունը տանում է, եկեք իրեն բարի ծառայություն եւ բոլոր տղաներին մեր ծառայող մաղթենք, ամփորձանք, որ տուն վերադառնան բոլորը, գա կմիանա արդեն մեզ, իսկ մինչեւ այդ մենք ներգրավել ենք անպայման, այո, նախ երկու բան ենք արել շատ հետաքրքիր, նախ ներգրավել ենք, որովհետեւ այդտեղ սցենարին պես է որ զանգում ենք Այսինքն ինքը ծառայության մեջ է, որ զանգում են, կապնում են ծնողները, ոնց ես այդտեղ էլ հումորային կտորներ կա չենք ասում։ Հիմա հա, որպեսզի սես չբացենք, բայց շատ հետաքրքիր է այդ կապը կա, անպայման ինտեգրել ենք այդ կտորը։ Ձայնը ինքն է։ Այո, ձայնը հենց ինքն է ձայնը գրել, ընդ որում ուղարկում եք ասում մեր պատճառով հեսա, այդտեղ են քաշվել է, որովհետև դե այնտեղ երևի սմարթֆոն իրավունք չունեն պայլետը եւ այլն, բայց չգիտեմ որտեղից գտել եմ ձայնագրել, ինձ թակուն ուղարկել են, մի խոսքով ձայնը կա, հենց ինքն է ձայնը, հենց բանակից էլ խոսում ենք իրար հետ, կարծես թե ինքը բանակում է, ներկայացման մեջ ինտեգրված է եւ նաեւ ի պատիվ իրեն մեր քանի որ նոր կերպար կա թորնիկը, մի քանի նոր կերպար կա ներկայացման ժամանակ, բայց նաեւ թորնիկ ունենք, որ փոքրիկ է, այս գառնիկը փաստորեն պապիկա դարձել եւ թորնիկի անը որ որոշում ենք ոնց անենք, ի պատիվ մեր Լևոնի դերակատարի Ստեփանից, Ստեփանի, Ստեփիկ, այսինքն դրել ենք որպեսզի իր ներկայությունը նաեւ անունով լինի, շատ հավես, հա, սենց շատ հետաքրքիր բան է ստացվել։ Voice-ը ձայնագրեց ուղարկեց, բեմում էին բոլորս կանգնացինք, փորձեցինք, լսեցինք մեծ ջաջայի ձենը։ Դրա ձենը Լևոնի ձենի բաժի կապ չունի։ Սենց նայեցինք իրար Հայկ ասեց В принципе, любой Բայց մեծ ջաջայի ձենը։ ծաղանը որ թորնիկին Ստեփիկին, իրանք այսքան տարի անց է, 10 տարի, հա։ Ասում են դե Լևոնի դերակատարն է, փոխվել է Լևոնի դեր։ Այսինքն մենք բոլորս մեծացել ենք։ Ասում եմ որ դա հələ Լևոնն է, ու ուջուր է մնացել։ Սա մեծացել են, ինքը չէ։ Ինքը որ հիմա ստեղել լիներ, պետք է մտածեինք ինչ ձևով ինտեգրենք, որովհետև բոլորը սպասել էին Լևոնչիկին, բայց ինքը մեծ մարդ է։ Ես այնց բոլորը մեծ ուժեղ։ Չենք էլ ճանաչի եթե տեսնենք, այնքան են մեծացել։ Գիտեք, պիեսը տղերքը մեր սցենարիստները շատ հետաքրքիր պիես են գրել, գրական ինքը լրիվ զրոյից է գրածել, Դու չես սցենարի հեղինակ։ Չէ, ես էլ եմ դա ես մասնակցել եմ։ Հայկը գեղարվեստական ղեկավարն է, ասում ես հանում ենք, այս բանը չէ, բնականաբար մասնակցել ենք շատ լավ առաջին օրինակը որ բերեցին մեծ պիես է, 100 էջ պիեսա է։ Մեծ
Համար 10 այնց լավ է գրած, այնց խիտ է, հումորները ճիշտ է գրած, դրամատուրգիան ճիշտ պահած է, զրույց պատմություն է հորինած, այնպես չի որ մեր սիտկոմից վերցրել ենք ինչ որ հաջողված բանը, չէ։ Դա դեպի կրճատ ենք հիմա մեր ջանից կտրելով դի կրճատ ենք մենակ կարդալով 3 ժամ էր տևում բայց ափսոս է որովհետեւ էլի լավ դե պահել ենք ինչը կրճատած կտորներից կլեմ միատել ուրիշ երկրորդ հավաքել իրականում ու sense մի խոսքով շատ իրականում ամենաբարդ բանը մասը փորձերի այդ կրճատելն էր որ կատական անելը Վերջը մի կրճատեցինք, հասցրեցինք ժամ ու կես, նորմալ բեմադրեցինք, նստած ենք ես Արմանը, Հայկը, Արմանը Մարության, բեմադրող ռեժիսորը, ասացի Արմ, բայց մի կողմից ընես լավ է, որ ստյոպը ծառայում է, ասացի, դու պատգազմես, ես կալի մեջ մի հատ էլ դրա համար պտի հումորներ մտածենք գրեինք, հետո բրդեինք տապեինք, լավագորես մեկից բրդել ենք Շատ հավես է, բայց եկեք հետ գնանք ու նկարահանումների հրապարակից ինչ կհիշեք սիտկոմի։ Իսկ սիտկոմ չեք անելու։ Ընդհանրապես սիտկոմը դե ճիշտը որ ասեմ, սիտկոմի հիմա չստացի որ բան, բայց այդ սիտկոմի կուլտուրան այն ժամանակ մենք մեր կարգինի թիմով ոնց որ որոշեցինք որ պետքա մտցնել Հայաստանում բավականին երկար պայքար եղավ հերոստանգերության հետ, որովհետև ոչ թե հերոստանգերությունը չէր ուզում, այլ հերոստանգերությունը իր կողմից էլ ճիշտ էր, ասում էր դեռ պատրաստ չի մեր հանրությունը սիտկոմին, դա դե Ամերիկայի Միացյալ Նահանգներից եկած կուլտուրա է, ոնց որը արդեն ամբողջ աշխարհում բավականին տարածված էր, բայց այդ ժամանակ դա 11 թիվն էր, եթե չեմ սխալվում, չէ, եթե չեմ սխալվում 10 թե 2000 Հա, ոնց որ 9 թե 10 չեմ հիշում, այդ թվերներ։ Ազիզյաններն ես։ Չէ, նկատում նոր առաջին կարգին սերիալի մասն է խոսքը։ Դա առաջին սիտկոմներ, որը սենց մենք Բայց ավելի շուտ էր, կարծում եմ։ Միգուցե 8 տարի հաշվենք 3-ից, չէ, կարծում եմ 11 թվերի։ Կարող եմ սխալել, 10 կամ 11 թվականների մասն է խոսքը, մի խոսքով։ Բավականին երկար տևեց բանակցությունները, որովհետև իրենք էլ օբյեկտիվորեն ասում են կարող մարդիկ դեռ պատրաստ չեն, որովհետև մարդիկ սովորել են արդեն ձեր փոքրիկ պատմություններին, որը մի ֆիլմ է, 3 րոպեում մի ֆիլմ է, սկիզբ ունի, ընթացք ունի, վերջ ունի, կուլմինացիա ունի, այսպես բան ունի։ Հիմա գնալու է երկար ամեն անգամ ինչ որ մի նոր պատմություն ու նույն կերպարները, ինչքանով կուտվի նույն կերպարները, այստեղ մի հաղորդման մեջ 4-5 կերպար է, այսինքն 4-5 սկեչ է իր տարբեր կերպարներով իսկ այնտեղ մի կերպարա ու մի տարի, 2 տարի, 3 տարի բավականին երկար բանակցություններից հետո համոզեցինք, որովհետև բավականին մեծ գումարներ պետքա ծախսվեր ինտերիերի համար եւ այլն, պավիլյոնների այն ժամանակ դեռ սովոր չեն հերոստանգերությունը, որ այսքան գումար պետքա ծախսվի, այսքան եւ այլն, բայց ստացվեց, համոզեցինք, հարկասում լավ ստացվեց իսկապես, օրինակ կարգի սերիալը ես համարում եմ լավագույնների հաջողված, պրոյեկտներից մեկը, ընդհանրապես հայկական հերոստանգերությունը։ Վերջում պետք է ասեիր, ու մի խոսքով ես ինչի սկսեցի դա պատմել, ծերունականը սկսել է։ Բոլորից մոտ։ Այսինքն որտեղից սկսեցի դա պատմել։ Սիտկոմ լինելու է նոր եթերաշրջան, չէ, ես ես կամ պատմից որ բայց կարգին է մեզ միշտ հետաքրքիր։ Հա, ինչի սկսեցի պատմել, որ այն ժամանակ էլ արդեն քիչ-քիչ սկսում էր այդ գովազդը բան եւ այլն եւ շատ խիստ պայման կար մեր կողմից դրված, մեր կարգինի թիմի, որ ոչ մի գովազդ պետք է ինտեգրված չլինի մեջը, որ ինքը մաքուր հումոր լինի առանց ինչ որ պարտադրանքների։ Դա մենք կարողացանք ստիպեցինք, որ լինի այդ ձև, կարելի ասել ստիպեցինք բառիս համար ճակերտներով հասկանանք, հետո արդեն նույնը մենք կարողացանք ազիզյանների համար ստանալ պայմանները, որովհետև էլի նույն ձև մենք ասացինք, որ չի կարող լինել ինտեգրված գովազդ, որովհետև դա լրջագույն խնդիր է, ըստ իս։ Այսինքն չիփս չեք ուտում։ Դա հյութ չենք լցում մեր վրա, չգիտեմ, ընդ բանով չենք լողանում, յոգուրտով չենք լողանում, մի խոսքով ինչ ասես բաներ չենք անում, բայց հա հիմա էլ երբ որ մտածում ենք որ կարելի է ինչ որ մի բան անել, անկախ թեկուզ նույն ազիզանները կարելի է շարունակել կամ
այլ մի քանի լավ հետարքի իդեաներ կան որ կարելի անել, բայց հերոստանգերությունը ցավոք սրտի, դա իրենց էլ չեմ մեղադրում, դա միգուցե ժամանակներն է, միգուցե բիզնես ոլորտն է կամ միջավայրը, այդ ձև այնուամենայնիվ ասում եմ պետք է ինտեգրված գովազդ լինի եւ այլն, ինձ համար դա ընդունելի չի ու սենց այդտեղ գալիս ենք մի տուպիկ, որտեղ լուծում չկա։ Ոնց որ ես ասում եմ դա չի կարող լինել, հերոստանգերությունն էլ ասում եմ մենք այդքան գումար չունենք, որ առանց դրա անենք, մի հերոստանգերություն չէ, մի քանի տարբեր հերոստանգերություններ, այսինքն ամենտեղ է այդ խնդիրը։ Հիմա ես կարծում եմ այդ բանը կա, այնպես որ հարցին լայնված պատասխան տվեցի, կարող կրճատել, որ ավելի բան լինի, ավելի լակոնիկ լինի, մի խոսքով մեծ հաճույքով կարելի անել, ես ունեմ մեծ հաճույքով կանել լավ թմով, օրինակ մեր թմով, այլ թիմին կարելի էլի միանալ լավ սցենարիստներ վերցնել, լավ նկարանող խումբ, որը միշտ էլ կա, այսինքն Փառք Աստծուն, բայց կարելի անել եւ բայց այդ գովազդի ինտեգրումը պետք է այդպեսի չլինի, որպեսի ի վերջո, այսինքն հերոստատիտողը ստանա լավ պրոդուկտ։ Այո, որակյալ հաճույք ստանա եւ ինչն է հետարքի, դա կարող է 10 տարի հետո էլ ցույց տալ, էլի նույն ձև կնայես, սրա մասն է խոսքը։ Հուսով եմ, այս հաղորդումից հետո գլխավոր հովանավոր կլսի այս ամեն ինչ։ Դե չգիտեմ, ոնց է ինտեգրումների մասին չի մտածում։ Ես չեմ հավատում տես բաների, դա ինչ-որ մի ժամանակահատված պետք է անցնի, միգուցե մի քիչ բանը փոխվի, գովազդային շուկան, նորից հետ գան դրան, որ որակը ավելի կարևոր է, քան այս պահին գովազդը, միգուցե այդ ձև աշխատի։ Էլի կարա լինի ինքը այդ placement-ը ասած, բայց sense ժիրնի մոտ sense ցույց չտաս, էլի։ Հիմա կարա թե չի կարա։ Հոլիվուդյան չէ, կարա։ Հիմա ֆիլմերում անգամ եթե նայեք գովազդ է, բայց ինչ ցույց են տալի, դա էս կոլա եմ խմում։ Հա, եթե համատեք հիմա օրինակ այսօրվա հոլիվուդյան ֆիլմերը համատեք 10-15-20 տարվա առաջ այդ նկարանված ֆիլմերի հետ, էլի շատացել է։ Դու զգում ես, նայում ես, տենում ես, սա product placement է, բայց իրականում այդքան վատ առաջ, ավելի է վատացել, առաջ ավելի համով են անում, ավելի նուրբ են անում, հիմա ավելի սենց ուղիղ են անում։ Բայց միևնույնն է ինչ բայց միևնույն ժամանակ իհարկե տարօրինակ է, չէ՞ որ մենք սկսում ենք համատվել հոլիվուդյան ֆիլմերի հետ, որտեղ բյուջեների մասին թե ինչքան են իրենք նայում, ինչ հանդիսատես ունեն, նկատի ունեմ տարբեր երկրների շուկան ինչքան մեծ է, այնուամենայնիվ մենք գոնե ես ուրախ եմ, որ այն տարիներին կարողացել ենք պահել այդ որակը, որ ինչ ստանդարտ դնենք, այդ ստանդարտը բոլորիս համար։ Հիմա ես էլ որ մի բան անում, մի հատ նայում եմ հետ, ասում եմ, այս ստանդարտը եկեք գոնե վերցնենք, որպես եթե այն ժամանակ կարողացել եմ, հիմա պետք է կարողանամ։ Հուսով եմ, չէ՞, չնայած մարդը ինչքան մեծանում է, այդքան չի կարողանում անել մի բան, որը կարողանում էր առաջ անել, հա։ Ընդ որում բոլոր ոլորտներում, ոչ միայն հերոստատեսային, էլի, նաև անձնական։ Բայց միշտ ցանկությունը կա նույն ձև անել ոնց որ երախտ է իրանում, ինչ որ մի բան։ Ձգտումը Եկանք հենց այնպես, հիմա եկանք հենց այնպես։ Անի, դու գիտեմ, որ պատմություններ ես հիշել։ Ես։ Հիշի, պատմություններ հիշի։ Անի, դե ժամը անցել է, պետք է որ հիշի։ Հիշեցի։ Ուրեմն 2-ից հիշեցի։ Չէ, երեկան սուպերմարկետ եմ գնացել, ինչ որ առևտուր եմ, մի կին է մոտենում ինձ ասենց դուք բանը կարող է Ազիզյանների դերասանուհին եք, Ռուզանը, ասում եմ, չէ։ Ոյ ասում է, ես տենց էլ իմացա, որովհետև ասում է, լավ դերասանուհի է, լավ աղջիկ է, բայց գեշ է։ Ասում է, դուք ավելի սիրուն եք, բայց նման եք։ Ասում դե որ նման ենք, բախա ինքը գեշ ես։ Ասում է, դու իրա մի քիչ նուրբ տեսակն ես։ Ասում է, չէ, դու սիրուն ես, ինքը շատ լավ խաղում է, շատ լավ աղջիկ է, բայց շատ գեշ է։ Հետո տենց անցավ երևի այնտեղ իրան աշխատողները ասեցին, բայց հենց ինքն է, բան մեկ էլ եկավ, ասում է, ոյ կներեք, երևի հերոստացույցն է տես ասում, չէ։ Ասեմ արդեն ասել եք։ Ես բլոկել եմ արդեն։ Արդեն ասել եք, բայց այս ջիգարով ասեց ինքը շատ գեշ է, դուք շատ սիրուն եք։ Այդ միշտ այդ որ բանը ինձ որ տենում են մի րոպե այք ջան, էս ի՞նչ բոյով ես դու այդ ցած։ Դե որ մկոն հետ իրար հետ կանգնում ենք, ես ու մկոն, դե մկոն իրական շատ բոյ է, ես նորմալ բոյ եմ, բայց իր համատ բնականաբար կոլոտ եմ երևում եւ մի անգամ հայկու ջան, էս ի՞նչ բոյով ես, այ քու ցավատանեմ։ Տելևիզորի մեջ շատ փուճուր ես երևում։ Ասում եմ մկոն որ տերակ ինչ կասեք։ Փուճուր ես երևում։ Հա, փուճուր ես երևում, հա։ Այդ մշտական կար էլի։ Միշտ անընդհատ դե երեխեք են մոտենում են ասում են բա գառնիկ ուր է, ասում եմ քնած է, բա որտե՞ղ է, ասում եմ բա ազատը բան, ասում դե իրանք էլ դասի են, բան, այտենց ընթացիկ միշտ դա եմ ասում։ Մի հատ երեխա եկավ ասեց, իսկ գառնիկը այսօր խիչ եկեք, հո այդ ասի, որովհետև քնած է, ասեց
ոնց ինքը միշտ է ժամերին քնած, ես էլի եմ ձեզ հարցրել, ինչ ասում եք, քնած։ Հետևել է։ Աս չէ, երևի զուգ այդ օրն էլ է քնած է, ինչ ասեի էլի։ Միշտ նույն պատասխանն եմ տալիս։ Դա բայց այս վերջերս հյուրախաղերով Ռումինիայում է ու հայ համանք երեխեքից ոչ շատ լավ երեխեք էին, դու անգիր գիտեն, ինձնից լավ գիտեին ամեն Ազիզյանները, բան։ Ու դե նստած ենք միտեղ, հյուրասիրում են, խոսում ենք, շփվում ենք, նկարվում ենք, բան, մեկ էլ այդ պահին Հայկը ինձ բան ուղարկեց, Գալասավոյ ուղարկեց, ու ասենց բացեցի, որ լսեմ, այդ երեխեն տեսավ նկարդ։ Հա։ Նայեց։ Այդ գառնիկներ։ Ասում եմ, դե հա, չես կարա բացատրես։ Սենց հարեց։ Դու իր համարը ունես։ Ասում, դե հա, էլի որ դա 10 Ասում այքի համարը տամ դու ինչ անես։ Բավարարից ասում Գառնիկյանները, երբ հայտնի։ Գառնիկյանները։ Գառնիկյանները։ Բայց Ազիզյանները Բավար ասել էին Լյուպեյանը ինչ մի հատ է էլ խորեմը ինձ սենց Գալասավոյը ուղարկե, ես ձեզ շատ եմ սիրում ու ասեց Անի Լուպենյան։ Լուպենյանը, ճրջատ Լյուպեյան։ Գարջան լուպենք ասում։ Գառնիկ ենք ասում, հիշեցի որ նկարահանման ընթացքում իմ Լուսին նոր էր ծնվել, փոքր էր, ես անդադ բերում էի ու եղավ էտապ, որ Գառնիկը այլևս չկա նկարահանման հրապարակում, եկել էր ամբողջ տաղավարով, մեկ ման էր գալիս Գառնիկին։ Ուրա Գառնիկը, բոլոր տաղավարներով Մենք էինք մանգալի։ Երեխել մաչիկը։ Դաժե մերոնք տնեցիկ էին ման գալիս այդ ժամանակին զուրա Գառնիկը հետ բերեք։ Պապանա։ Չէ, իսկապես սենց ասոցացված է մարդկանց մեջ նենց, որ մենք միասին ենք ապրում։ Ես էլ այդ հեքիաթը չեմ ուզում բանել, կոտրեմ, միշտ ասում եմ քնած է, դասի է։ Միշտ հարցնում, վայ տունը որտեղ է։ Մասիվ։ Ասում եմ, Շատ իրական է։ Տունը որտեղ է։ Մասիվ, մասիվ չենք ապրում։ Մասիվում ենք ապրում։ Հա, ես օրինակ նախ չէի հիշում ձեր ազգանունը, չեմ հիշում սցենարով տունը որտեղ։ Առաջ սեզոնի առաջի սերիայում ամենակ որ մենք գալիս ենք ու ասում ենք Ահա, դրա համար չի ֆիքսել, լավ, բա տունը իրական մասիվ է։ Գիտես, վերջերս դրեցի նայեցի։ Okay։ Շատ Ընդերացված այրամասում է ինչ որ։ Ես իրականում ես էլ եմ դրել նայել, երբ որ ներկայացումը մենք որոշվեց որ պիտի առնենք, դե կերպարա ինչ որ բաներ կար, որ ուզում էի վերհիշել, նայեցի։ Այնքան եմ ծիծաղել։ մեծ լավն է։ Մենք Իսկապես այդ ժամանակ ընթացքում ինչ լավն էր։ Այդ ժամանակ մենք ժամանակ չունեինք նայենք, իսկապես ժամանակ չունեինք նայենք։ Դե բաց հետո որ նկարվում ես այդ process-ի մեջ ես անընդհատ ոնց որ չես զգում որ ինքը շատ ծիծաղել։ կարիքը որ բաց հետո չես զգում, հա։ Այս վերջը ես էլ անկեղծ ես վերջերս նայեցի։ Դա ես էլ եմ։ Բան կա, որ ասում տան ինտերնետը անջատեցին, տնեցի քեզ շփեցի։ Պարզվեց նորմալ։ Լրիվ էտերի մոտ։ Հա, իսկապես։ Ու անպայման ուզում եմ ասեմ, բացի կերպը սցենարը մենք մնացածը ամենավերջում ես, մնացածը ամենավերջում ես։ Ահռելի էր, ես հասկացա Արմանի աշխատանքը, Մարուսա, մեր Արմանի, որովհետև Բորյան, Մարին ու Ստյոպը որ եկել էին, ախր լրիվ հում էին։ Սոգոլ երեխեք։ Լրիվ հում էին։ Ստյոպիկը вообще։ Հա, երեխաներ։ Ստյոպը երեխեք էին ու Արմանը իրանցից որ ստացել էր այդ պերսոնաժները։ Հա։ Մենակ Կերպաները շատ լավն էր ստացվել։ Դե աշխատանքը շատ մեծ ծավալ էր։ Երեխաները գիտեք, դժվար է աշխատել, հեշտ չի, որովհետև դե բա կարա յուրաքանչյուր բան ինչ ուզի անի, էլի։ Ուզի գնա։ անում ես։ անում է։ Այ, ուրեմն այդ մեր պավիլյոնը որ նկարում էինք, ինքը երրորդ հարկը, ասենց երկաթից աստիճաններ էր բարձրանում ու կոնկրետ ժամ ուներ Լյուպենյանը։ Կոնկրետ ժամ ուներ, որ արևը շատ սիրուն էր ընկնում այդ սենյակը ու այդ աստիճաններից, ասենց ինչ որ ասենց բանը ժալուզի տենց էֆեկտ էր ու անի որ դե բաց էինք թողում այնտեղ գտնում էինք գնում այնտեղ նկարվելու Խոճուճիկներով ու դա միշտ երևի ժամին մեր ընդմիջման ժամը անփոփոխ էր Մենյուն էլ, հա, ոնց որ։ Չէ, մենյուն միշտ իդեալական էր։ Ու անին արագ, ասենք 4-ից 5-ը ընդմիջումն է, անին 4-ից նստում էր, 4-ից 3 արդեն վերջացնում, վազեր ընդ նկարվել այդ ընթացքում։ Դե աչի, արդեն չենք էլ բան անում, գնաց այնտեղ նկարվում է։
Ու մեկ էլ հոտ չի գոռում, ասենք ես ինչ եղավ։ Սպանեց ինչ եղավ, հարցակվել են։ Ես բարձացանք ուրեմն դու մի ասա դնում ա կամերան, այնտեղ հատուկ տեղ ուներ սարքել էր իր համար։ Ոնց են ինչ-որ վիդեոներ, ստորիներ անեկանում, ամեն ստորի վերջում էս տիոպը, այսինքն դրա մեծ գլուխը։ Որ արդեն ստացվել է, Այսինքն ա կադր։ Ու այդ ամեն ինչ անում, հետո յա տենում։ Իրան ծովը սոյել է, բայց նայում վերջից տիոպը։ Մոտելա կադր վերջը գորոշ տոպը։ Ես քեզ սպանել եմ բանդես կոկո։ Էլ իրանից դավոլ է։ Վերջը դավադի տարեց։ Բռնեց, բերեց այն Մարի սենյակի գանձիրը բացեց դրեց մեջ, փակեց վրան ու գնա նկարվի հանգիստ։ Ասենք ուրաց տիոպը փակել էր բանը, ֆոտո էլ ունեք այդ գանձիրոպի մեջ դուրս։ Պետք է ծնողները լսեն ես։ Ծնողները ուրախանում էին սյոմկեքի օրերին։ գիտեն իր մասին։ Սյոմկեքի օրերին ծնողները ուրախանում էին, մի 6 ժամ էլ չի տանջել իրանց։ Բերում դնում էին շպանում։ Ամեն ինչի մեջ մտնող։ Իշխան քո դերն էլ չէ, կնոջը բարձրակրունկի տակ ես, այո, կարելի է։ Կրունկ առանձնապես չկարել։ Իրավիճակներում չես հայտնվել իրական կյանքում։ Ոյ, ինձ այդ ժամանակ ես իմ օրվա մեծ մասը տանում էր, ես Instagram-ով բլոկում էի տարբեր կանանց։ Կանանց։ Ովքեր Ատում էին։ Գիտես ինչեր էին գրում ինձ։ Ինչ առաջարկներ էին։ Ես հիմա եմ հասկանում, սխալ եմ արել։ Ես պետք է գնայի։ Անբլոկ պիտի անես։ Պիտի ապրեին այդ ամեն ինչը։ Հա, փող էին առաջարկում, ֆետիշ, ես ինչ կայֆեր էին առաջարկում։ Հա, դա եղել է։ Ես չես ասել մեզ Իրականում այս իմ կերպարն է։ Նորի շփում։ Այն ժամանակ որ ասել դե չէի հավատա որ չեմ գնացել։ Ինչքան հիմա գնացել։ Քո սեղանը առանձին է։ Չէ, Ընդմիշտ ժամանակ քեզ առանձնացնելու էինք։ Հա, բայց շատ հետո։ Հա, տենց բաներ գնում էին։ Իսկ տղամարդիկ չէին ասում ախպեր ջան, ես ինչ ես։ Չէ, տղամարդ նախ ընդհանրապես ամեն ինչից զատ ահագին է հիմա փոխվել մեր հասարակությունը։ Հիմա սկսել են տենց տարբերակել, էլի։ Մենք չեն գրում, ուղղակի մոտենում առաջարկում են։ Ձերից բռնում տանում։ Այն ժամանակ համաչում գրում են, հիմա ջարի ձերից բռնում։ Հիմա մի քիչ Ասեմ հիմա որ ես բռնեն տանեն կգնաս։ չեմ կարա հաղորդման եմ։ Դա միակ պատճառը։ Բայց դու քեզ ճշտում։ Ագին ես քո կինն եմ, չէ՞, ամեն դեպքում ունեմ այդ անդե այդ ամեն ինչը։ Չէին կոզում ասում որ իրան բռնեն տանը կգնա թե չէ։ Ես տված ինքնազում բռնի տանի հետ, դա համար հարցրեց։ Բայց Հիմա հասարակությունը ավելի սկսել է տարբերակել դերասանին ու կերպարին, մարդուն ու կերպարին, հիմա ալը փառք է, էլի, հիմա ահագին լավ, առաջ ավելի վատ բան էր, դաժե դեպքեր ա եղել, որ Սա մի ասա։ լուրջ, հա? Մինչև վերջ մի ասա, եթե վատ դեպքա։ Չէ։ Հալա։ Գտարի օրը վատ կանցնի զուտ Չէ, այդ Հարութին Մովսիսյան, որ ժամանակին այդ որոգայթում փող էր խաղում, լուրջ եկել են, լուրջ այտենց հարցով դիմել են, ինչ որ ինքը ինձ հարց լուծի։ Հարցրեցող որպես։ լուծելա թե։ Ինչքան է գնացել։ Ապել չեմ խորած։ Բայց ես պատկերացնում Հայկո քեզ ինչքան են դիմել տենց տարբեր հարցերով։ Ոչ թե ավելի շատ այդ չէ, ավելի շատ եթե ասում եմ կերպարը, բան կերպարի մեջ դուրս գալ նույն կերպարն է թե չէ, ինձ դե հիմա տեսեք, հիմա էլա, չէ, ես եկել եմ նորմալ լուրջ հաղորդում, բայց այս Գառնիկի կերպարով եմ, այս որտեղից եկավ, երբ որ մի տարի, երկու տարի սկսեցին կպցնել այս բեղերը, կպցին, արդեն այդ սոսինձի հոտը, սոսինձը եւ այլն, այդքան այնքան ստեղս հասավ, ասի վերջ։ Ասի ես կպայեմ իմ իրան բնական սոսինձով կգա, ուղղակի գրիմորը, դիմարտերը թող բան անի, շշտկի ու սենց է արդեն։ Մի դե հա, որ փողոցում տենում են, մտածում են գիժը, դե ինչ պիտի, սենց մարդ նորմալ։ Դուրս գալի իր կերպարով։ Բակեր են։ Դաշրջանից եկել մնացելած դեր էլի։ Այսինքն ու բայց ասեցի այն դիսկոմֆորտը, որ ես դե շաբաթը 2-ից 3 օր, 2 օր էր, մեկ-մեկ լինում էր 3 օր, բայց մեծամասամբ 2 օր ու ամբողջ օր առավոտը սկսում է վերջանում է ուշ 3-ան, այդ սոսինձ էսեր են կպցում, սեսեր կպցում, ասի վերջ, արդեն չեմ կարողանում, սենց բան կգամ, ոչինչ, տո մտածել գիժեմ, բայց այդ 2 օրը ես ինձ լավ կզգամ, այսինքն 7 օրից 5 օրը գիժես, 2 օրը լավ ես կզգամ, բանը սենց էր, պլանիրովկեն սենց էր, շաբաթվա, հա, ու այս ուրեմն հիմա որ պետք է բան անենք, արդեն
պետք է ներկայացումը լինի, էլի նստած մտածում ենք դիմա արդարի հետ, հիմա ինչ ենք անելու, կպցնելու ենք, թե բան դες հիմա արդեն այդքան հաճախ չի, էլի, չգիտեմ, ասվա մեջ մի քանի հատ ներկայացում է, միգուցե կպցնենք, ասես բանակ երկար, հիշում եմ այդ հոտ այդ սոսինձի, հոտ այդ տրավմա է կոնկրետ։ Բայց կարծում բոլոր դերասանների համար չկա դերասան, որ ում հաճելի է դա, բոլորի համար մեկին մի քիչ շատ, մեկին մի քիչ քիչ, իմ մոտ այնքան շատ է, որ ասեմ, պատրաստ եմ գժի բանով, էլի, ու վերջացի չէ, կպահեմ, ոչինչ, մի քիչ կպահեմ, հետո կորոշենք ու տենց պահել եմ բան, հիմա այդ նկարահանման միջև ներկայացները մենք սենց սիրում մի հատ բան, չէ, այդ հոլովակ նկարահանեցինք, ու հոլովակի նկարահանումն է բանը, ակետից ակետում նկարահանում վերջացրին, գնում ենք բեկետ, այդ հոլովակը տեսել եք, ես Էլիմեր Սաղազյանների թիմով երգում ենք երգը նոր բարերով եւ այլն։ Հիմա դե գնում ենք ակետից բեկետ, տարբեր մեքենաներ ենք նկարահանվեցինք, նստանք բոլորս մեր մեքենաների գնում ենք։ Ու պայտակ այնպես ստացվեց, դա միշտ այդպես է, չէ՞ որ ամենաթար ժամանակ լինում է։ Վթարի մեջ, վթարի մեջ ընկանք, ու վթարի մեջ ընկել ենք ու ամենայն անհավանական վայրում ենք, որ այստեղից ազգային ժողովն է, այնտեղ այդ բանն է, նախագահական Բաղրամյան 26-ն է, այստեղ ակադեմիան է, ու սենց մեջտեղը սենց են բարավել, ու սենց բան սենց խփել ենք, սենց կանգնած ես եմ իշխանի հետ ենք, երկուսով ենք։ Ու սենց բանը ու մենք ես ակետից որ չփոխվենք բան նույն շորերով այս գրիմով բանով լրիվ գառնիկի շորերով գառնիկի շորերով այտենց հին սենց բաներած բան ու սենց բան այդ մարտից մի հատ սենց մեծ հարուստ մեքենա է սենց նայում է տենում է ինչ սենց Ինչ սենց բանը ինքը տենց չի հասկանում բան ինչ է կատարում Հիմա ինքը կոնկրետ Ազիզյան գառնիկն է եկել խփել, ուրիշ բան չկա էլ, ես ընդհանրապես չեմ երևում տակից, իշխանել ալիքի կերպարի մեջ, այսինքն հարևանները։ Դիմա հարդարին ու երեխու հետերը եկել։ Տանում եմ իմ մեքենայով։ Ես սենց գնում եմ ու այդ նույն տեսարանը ոնց ինքը նկարագրում է իմ մոտ է։ Ոնց էս մեծ հայք, մենք գնում ենք ու իրանք Իվիճակի չեն շարվել, մեջտեղն է Հայկը։ Դու դեր պետք է կանգներ դուրս գայր բոլորով մի ան։ Վերջը հիմա այնց է ստացվում դռները չի բացում, ինչ որ մի քիչ ծալվել չի բացում մի խոսքով դռները, ու ստիպած հենց բանից ենք դուրս գալի, մեքենայի պատուանից ենք դուրս գալի, իշխանը հիշացեց, մոռացել է այդ պահին ինչ որ էքսկուրսիա էր դուրս գալի ազգային ժողովից, ու տենում են որ երեխեքի ինչ որ sense, ու տենում են մեքենայի միջից գառնիկն ասես դուրս գալի։ Հենց այդ շորերով, այդ կողմից ալիքն է դուրս գալիս բայ եւ այլն sense հանեցին սկսեցին նկարել, ասում լավ, ասում գոնե մի նկարել, չիպ մի է, հանց բան չի, լավ բան չէ որ նկարում եք, բայց այդ ծիծաղել ֆորդա կանգնած այդ երեխեքին որ բերել, ասում հավաքի էլի լցրա այդ երեխեքին գոնեմ քչենկոմ դրած, բայց խոտ չի գնում, եկեք բրտեք, որ խոտ ասում մեզ բրտից մեզ նայ։ Ու բնականաբար պարեկներ եկան սկսեցին քիչ գործողություն անել ու կուլմինացիան էս պատմության, որն է հետաքրքիր, որ դա պրոտոկոլ է, որ պետքա դե գրեն ինչ ա եղել ոնց է եւ վերջում պետք է անպայման այդ ալկոհոլի համար հանձնես այդ չես, այսինքն տեստ անցես, որ արդյոք սթափ վիճակն է թե ոչ, դա պարտադիր պայման է։ Չես կարա չանցես, դե մենք էլ ասում, դե այն վաղորդիցեր են վերցնում, ոնց որ մեզանից են վերցնում ու երբ որ ես ինքը ինչ հետաքրքիր բան, չգիտեմ ով հանձնել է թե չէ, ով հանձնել է քիշի, ով չի ասում, որ այդ սարքը այնպես անով ֆիքսվի կոնկրետ նաև դեմքը ով է հանձնում, այսինքն ֆոտոյա, որ հետագայում չլինի, որ մեկը փչի, մյուսը բան անի, էլի, այսինքն այդ փչելու պահին ֆոտո էլ անում, ու ստացվում որ Ազիզյան գառնիկ այդ դեմքով, սենց լուրջ դեմքով է փչում, ու տեստը սենց տպում է, ու տեստը տպում է այդ որ ստապ վիճակ եւ այլն, որ ստապ է, բայց Ազիզյան գառնիկի դեմքով հիմա այս պարեկներն են ծիծաղում, բոլորը ծիծաղում, ասում են ինչ անենք, ոնց ուր կպցնենք, ասի դե կպցնենք գործը ինչ արած, թող գառնիկի, թող արկածներ մեջ մնա էլի դա։ Ես չէի գառնիկներ, բայց ես չէի գառնիկներ, այդ մարդը գառնիկն է խփել, գնացեք իր այդ բոլոր հարցերով էլի։ Մի խոսքով տենց բավական դետալքիր այդ օրը անցավ։ Հա, սկզբից ներվել հետո սկսեցին կայֆ բռնել։ Այդ Փարիզում եմ անպայման պատմեք, որտեղ ես սկսեմ դուք շարունակ ես։ Այդ միջում ենք անում։ Իմ սիրած պատմությունն է, պատմում։ Այկ։ Չէ, դու չպատմես։ Ես բառը իրար հասկանում են, Ես միշտ ժամ չէր։ Չէ, մի րոպե սկիզբը պատմեմ, նախապատմությունը։ Այս խալաս սկսե արդեն, ասում։ Չէ, մի րոպե, մի պատմի, դու պատմի։ Եթե պետք է ով Հայկի հետ շփվել ան։ Բայց ես չգիտեմ որ պատմություն, բախտավոր մարդիկ։ Հայկը ֆենոմենալ հատկություն ունի, ես միշտ նախանձել եմ իր այդ հատկությանը, անկեղծ։
ինքը կարա ամենա տժիկ, ղժիկ հարսանիքի շուխուրի մեջ կենտրոնանա կոնկրետ բանի վրա ու ոչ մի բան իրան չխանգարի։ Ինչ ուզում ա լինի։ Հա, Հայկը եթե կենտրոնացավ այդ բանի վրա, ինչ ուզում ա լինի։ Լուրջ։ Այդ ֆենոմենալ հատկություն։ Այս շատ կարևոր է։ Դա մի րոպե էլի, ես չգիտեմ։ Ուրեմն սենց արագ պետք է նկարվի տեսարանը շուտ նկարենք, որովհետև հեսա մյուս պատմությունն էլ կպատմեմ դրա հետ կապված, հիմա չասեմ որովհետև խի։ Ու ես սենց նստած եմ, մենք հանգստի սենյակ ունեինք, այդ սենյակում սենց նստած եմ, իմ տեսարանը չի պետք է նկարվի, Հայկը ընդեղ հեռախոսով ինչ-որ բան է։ Այդքան էլ ընդեղ չէր։ Ну, այդ սենյակում ունի, տես լավ որ ինք չի պատմում։ Ու այդ սենյակը մեր, սենց մեծ, ոնց որ վիտրաժի պատ էր, բաց էր։ Ընդեղ Սալբիկի գրիմ ցեխն էր դրած, ստեղ մեր հանգստանալու սենյակ։ Ու մած մեծ պատուան է բաժանում։ Հայկ այդ պատուանի մոտը հեռախոսով բերեգավորների մեջ է, քննարկումների մեջ է։ Զարյատկի է դրած հեռախոսը։ Տեղ ինքը այսինքն հենված է այդ պատուհանի, սաթը կտկտիկներով քամի անելով եկավ մտավ այդ գրիմի սենյակին, մտի փոխվի։ Եկավ արագ մտավ։ Այդտեղ ուսից գլուխ բարձրացած տես Հայկը կանգնած աստեղ։ Մենք պատուհանա բաժանում իրանց։ Թափանցիկ։ Ես էլ այն կողմը նստած եմ, ասենց։ Ուս Արմանը ռադիո, «Ցա շուտ արա, բրտի շուտ արա»։ Քո պատճառով էր այդ սաղ իդեպ։ Գործ ունեի, պիտի գնայր։ Այ չարաբաստիկ է, լավ։ Այդ կրկին է։ Հիմա սաթը Հայկ։ Ախ ինքա լավ է պատմում։ Հայկ։ Հայկը մեր հետ չի։ Այդտեղ է, բայց մեր հետ չի։ Բացարձակ ռեակցիա չի տալի Հայկը, որտեվ ասում եմ, որ կենտրոնացավ, всё։ Հայկ։ Ման լուրջ եմ, մի 5 րոպե Հայկը ասում սաթը։ Արման ալտերնատիվով խփում ա բան։ Այնքան ասեց Հայկ, որ չի եղել է։ Ես վեր կացա եկա Հայկին, ասի Հայկ, հա ինչ։ Ասեցի սաթը քո հետ է։ 5 րոպե Հայկը ասում, 5 րոպե։ Սենց է։ Ինչա, հա, ասա սա, սենց է։ Հայկ չնայես էլի փոխվում եմ։ Ճիշտ է։ 5 անգամ կփոխվեր, կգնար, կգար, էլի կգնար, գա Հայկը բաց չէ, Հայկը կոնկրետ գործ անում, ուշքումից ուրիշ է։ Ճիշտ է, դա մնացել է հիմա միշտ ասում։ Պատմությունը իրականում ովքեր եղել են այդ հիշում ու հաճախ պատմում։ Իսկ նուպեի հետ ինչ էր եղել։ Ամենին Այդ օրը։ Այդ հա։ նա շատ կարևոր, շատ, այն որ շատ կարևոր տեղ պետք է գնա ու ունենցա որ նախորդը բոլորս գիտենք որ պետք է գնա Հա պետք է գնամ երկեմ ու այդ ժամին ընտանիք ոնց մի ընտանիք լինենք էլի նախորդ գրեց զանգեց սա բոլոր սա տեքստերը չոտ իմանան ոչ մի բան խնդիր չկա այս ժամին կավարտես Даже Стёпа սա սովորել է նավսյակի վախից Չեն խանգարում ընթացքում։ ու սաթը ուներ մի նախադասություն ուներ հետո ասեմ ու տենց չի եղել երբեք այսինքն նորմալ խաղացել է ու հետո մի նախադասություն պետք է ասի ամբողջ տեսանի մեջ Այդ ներվից կլիներ էլի, այդ որ Լինելու բաներ է։ Քանի դու Սաղմին այդ սպանեին։ անընդհատ գալիս է այդ որ արդեն սաթ է այդ նախադասությունը դες շատ հեշտ sense պրիմիտիվ տեքստ Չկա բեզ։ լավ կներեք մի հատ էլ էլի մեկը բայց ինադու չի անում Ինչքան գույն կար։ Կախել էր ու դուրը բացեց ես ասես մտնում եմ Պավիլը դուրը բաց ես սպանել օй ես իրան սպանել այդ օրը մի կեր նկարեցին շատ օրը գնացի այդ ազիզյանները ռուզանի այդ sense ուլունքները վրես էր ընկա այդ դրանք ճարտեստապ բայց ես նորից վեր կացա մի խոսքով դա ինձ շոտրեց չէր ասում տեքստը կոնկրետ ու ամեն կարևորը հա հասա ու անի երրը կամ գալիս Այ դարձել արդեն սաթը չի ջոգում կարող սաթը չի ջոգում խիա կատաղած ինչա ես դրաս բարելու եմ վայ բայց սկանդալներ չեն եղել
Չէ, ինքան լավն էինք, չէ, մենք չգիտեմ, բայց ոնց է։ Չէ, իսկական չէ։ Դա չէ, դա նախ երևի գալիս է Արմանից, այսինքն բեմադրող ռեժիսորից, այսինքն որովհետև նկարահանման հրապարակում գլխավոր մարդը հենց ռեժիսորն է, եւ եթե ռեժիսորը հանգիստ է ու Էնձևի անձնավորությունը կարողանում է ապահովել այդ միջավայրը, այդ ձևը։ Եթե ներվ լինի, եթե ինքը ներվ մտցրեց, այդ ներվը տարածվել է բոլորի վրա։ Ես կարծում եմ, ես այդ կրեդիտը տալիս եմ Արմանին առաջին հերթին ու երկրորդ հերթին մեր ամբողջ անձնակազմին, որովհետև բոլորն էլ իրանց հերթին շատ պարկեշտ, լավ, նորմալ, հանգիստ, իրար հասկացող, իրար ըմբռնող, իրար հասնող մարդիկ են եղել։ Ինչ ճիշտն է, այս նաև ներկայացման իդեաներից մեկը ուղղակի այդ միջավայրը վերականգնելն էր։ Որովհետև դուք էլ եք կարոտել։ Հա, իսկապես կարոտել ենք շատ այդ միջավայրը ու ինչ հետարքի ես միշտ տենց բան ունեմ, էլի, մի քիչ պրագմատիկ եմ նայում, աշխատանքա, այս անձնականն է, սա էս, ասում եմ, բաժանումներ ունեմ։ Դե սա աշխատանքի մաս է, բայց ինքս բռնել եմ ինձ այն մտքի վրա, որ ես հաճույքով եմ գալիս, թե փորձերի, թե ներկայացման օրը ոնց որ սպասենք սաղած, որ ներկայացում է այդ օրը, հավաքվում ենք, խոսում ենք, քննարկում ենք, ինչ-որ sense իրար հետ բան ենք անում, հետո ներկայացման մեջ այդ հաճույքը իրարից բռնում ենք, արդեն հանդիսատեսի հետ միասին այդ ռեակցիան է գալիս, այդ իրար այսպես ասած պաստալով ուղարկում ես հետա գալի, հետո վերջաբան մի հատ քննարկում ենք, այս մեկը ճիշտ արինք, այս մեկը սխալ է, այս միջավայրի շատ են կարոտում ու ուրախ եմ որ ստացվեց։ Մի բան որ մտածից ասում եմ դե սա տարբեր գործերի կլինեն, անձնակազմը մեծ է, 9 դերասան բեմի վրա է։ Դուք պատկերացնում եք 9 տարբեր թատրոններում, տարբեր ֆիլմերում, տարբեր հոլովակներում անձնական կյանքում զբաղվածություն ունեն։ Հիմա դու այդ 9 հոգուն պետքա բերես, հավաքես, որ այդ օրը այդ ժամին հարմար լինի, տրամադրությունները լավ լինի, հավես ունենան եւ այլն, էլ չհաշված այլ, հա, թատրոնը մյուսը, այսպես մի բանա puzzle-ը, որը շատ դժվար է հավաքվում։ Բայց հավաքվեց։ Հա, ու սկիզբը մտածում ես, այդ ամեն ինչը, բայց այդ բանը, այդ կարոտը շատ օգնեց մեզ, ու հիմա իսկապես մենք զգացինք ընթացքում իրականում կարոտել ենք իրար, այս զգացմունքները։ Ներկայացում ենք կարոտում։ Հա, ոնց որ ինչ ասեմ, առնվազն մի ոնց որ տես 8-10 տարի երիտասարդացանք բոլորս, որովհետև այն նույն զգացմունքները, որ այն ժամանակ ունենք, հիմա վերապրում ենք, էլ, չգիտեմ։ Միայն դա արդեն հերիք է, որ իրոք հավաքվենք այս անենք, էլի։ Անկեղծ մանե Արմանը, ես միշտ իմ ընկերներին բան ասել եմ, ես միակ ռեժիսորն ում հետ աշխատել եմ, որ իր անձնական լարվածությունը երբեք ոնց որ ասած մեզ տալիս, չէր տարածում։ Մարդ չի կարա չունենալ լարվածություն։ Կարող է ջղայնացած գար տեսնում էր, որ Արման ջղայնացա, մեկը հենց մտնում են մեր հետ արդեն շփումը կամ այդ նկարահանումը չկար այդ ջղայնությունը։ Դա այնքան լավ բան է, որովհետև դու ինքդ էլ այդ էներգիաները վերցնում ես, եթե մեկը ինչ որ ջղայն է լինում կամ սկսում ու այդ ամեն ինչը չկար, չգիտեմ, ես որ ասում եմ չենք վիճել, մենք երբեք մի անգամ մենակ հիշում եմ, բայց դա վեճ չէ։ Վերջապես։ Ես որ Հայկը եկավ, մենք մի ընթացք նկարել ենք, Հայկը խնդրել էր, որ 25, հա, ջերմաստիճանը։ Չէ, 18 18-եր, ասցի 21 պետք է նկարում էինք, որ մենք նկարվել էինք, արդեն 21 Հայկը նկարվել էինք։ Ոչ թե բաները խնդրել են, միշտ խնդրում ա, որ այդ աստիճանից Ջերմաստիճան։ Նա այսքան ջերմաչափ էր բերել, այսքան։ Լու։ Պատի։ Հա։ Դրանից ներքև այդ բարի ցույց չլինի։ Ռևիզորը գալիս էր ձյո։ այդ պրոֆսայուզի բանն է, այսինքն ես ոնց է, չէ՞ պետք է ինչ-որ մեկը պաշտպանի, չէ՞, դերասանների իրավունքները, հա։ Ես կարծեցի, որ կադրում նույն ջերմաստիճանը լինի։ Չէ։ Պավիլիոն։ Քանի որ տեսեք, պավիլիոնները մեծ է լինում, էլի, ու իսկապես շատ դժվար է աշխատանքերությունը այդ մեծ պավիլիոնը տաքացնի տաք պայի, բայց միևնույն ժամանակ երբ սառն է պավիլիոնը, բոլոր դերասաններով լսում ենք, արդեն իրancs վրա զգացած կերպ։ Հասկանում որ երբ որ սառն է, հասկանում եմ, որ իրանք շարունակում են մրսել։ Արդեն ուղեղը տազարում։ իրոք դա լուրջ պրոբլեմ է, ու ես խնդրել էի ու տենց համել միտեղ ինչ որտեղ պայման էի դրել, ասել էի ժողովուրդ, եթե իջավ 21-ից իջավ, 21-ից, հա, 21-ից եթե իջավ, չենք նկարահանվելու։ Ու տենց ու այդ օրը մենք արդեն նկարվել ենք։ ու բաներ եղել, այսինքն
Հաստատ սա հասել է օքեյ, մտածել ու դե երևի չի լինի կամ դե լավ, դե հիմա ասում, հա։ Այդ 2-3 աստիճանը։ Մնացածը դուք պատմեք, ես լավ չեմ հիշում։ Ես լավ չեմ հիշում։ Դշ բերես դրեց, ու ամեն մեծ բերել է, բերել ասի։ Ու Հայկ արդեն գրիմ անումը դեռ չի մտել, մեկ էս։ Մենք նկարել ենք, 2-3 տեսարան նկարել ենք։ Դտես։ Պավիլյոնում, հա, ինքը ուշ էր։ Այսինքն իմ երևի կտորը մի քիչ ավելի ուշ է։ Մտավ սենց նստեց, զգաց։ սենց շփոն ասես, գիտես ջերմաստիճանը նայեց, ասեց։ Գրիմ արեց, փոխվեց։ Եկավ մտավ, մեկ էս զգաց, որ ինչ որ սրտոտա։ Եկավ նայեց, տեսավ 10։ Համոզվեց։ Ասեց կներեք, ես չեմ նկարվում ցուրտ։ Ասես հանում ենք սյոմքեն, всё։ Հանում ենք։ Ու հա, դե որ Հայկը գնան մեր այդ կտոները, ո՞ց ինքն ենք ցույց։ Ինչ արեցին։ Ու տակացնում էին բոլորը։ Ասեց ու գնաց։ Դալուն դրա մյուս օրը։ Գնացիր։ Ահա, ստոպ տվեց սյոմքեն գնացին։ Պայմանը, չէ՞։ Պայմանները ասել է։ Говорил, что вместе с испугом, говорил, смотри, այսինքն այդ բանը հիշվեք բանից, որներ этот Gentleman удачи այդ ֆիլմից էր, այդ մեծ մարտիկ հիշել էլի։ Говорил, что այսինքն պայմանավորվել ենք, չէ, իսկապես ես այդ համ ես էլ որպես նախ սկսվեց վատ խալ, ձեռնից սարմա բերան, սկսվեց շարժ։ Հա, ձեր մոտ ընտիր է։ Ես էլ եմ մրցկան, որովհետև Հիմա ստեղ ավելի տակա քան մեր տանը, դրա համար ես մեծ աչքով մեծ աչքով Մտածում բան ասեցի, մոնե ինչ տակա ձեր։ Բայց այդ այո դրա մյուս օրը։ ուղղակի 21 չի, 25-ն է մինիմում։ Որ ես ինչ լավ։ Ես այդ մոռացել եմ, իրանք էլ հիշացել ինձ։ Ամբողջ պավիլյոնը պլիտաներ էր sense մեծ սեն։ Ու այդ մարդը աղաստիաժան առավ 6-ից եկել է, միացրել է։ Ինչի համար երստանկերությունը այսօր էլ շնորհակալություն եմ, այդ որ ապահովեցին։ Մալացի, չէ։ Այդ պետք է։ Բայց միշտ պետք է այտենց մեկը լինի, որ մի քիչ վատամար դուրս գա, մի պա, բայց հետո որ բոլորի լավ լինի։ Բայց նաև լավ օրինակ ես։ Դե դա պետք է լավ բան անելուց չես կարող վատամար դուրս չգաս դա հնարավոր չի, ինչ որ մի բան պետք է անես, այլապես տարբերակ չկա։ Զոհաբերեցիր քեզ։ Բոլորդ բեմի մարդ եք, տարբեր թատրոններում խաղում եք, խաղացել եք ձեր 7 կեսերը, նո կոմենտները հիշենք։ Խայտառակ իրավիճակներ հենց բեմին ներկայացման ժամանակ եղել են։ Ես ասեմ էլի։ Ինչ արել։ Ճակերտները չբացելով ունենք նոր դերակատար, Հայկը տեսարան կա։ Փորձի ժամանակ միշտ ծիծաղել ենք բոլորս իմանալով տեսարանը ինչ է լինում տեքստ մի ասեմ Հայկ խնդրում եմ չծիծաղել դու ծիծաղես բոլորը ծիծաղել ենք ու խաղում ենք պրեմիերա հա հերթական չէ հերթական պրեմիերային ձգեց երկու առաջին երկրորդ օրը երրորդին չէ երկրորդ օրն էր Երկրորդն էր ճիշտ երկրորդ օրը արդեն թույլացել է պրեմիերային բան ենք սենսա ծիծաղը բռնեց հիմա սա էլ խորամանկորեն գտել է տեսարան որ ես գիտեմ որ ես չեմ կարա պահել ծիծաղը դե պատկաբուշնիկա կարա ինչ լացում եմ իբր թե սենց դլուխս դրեցի ուսին ասում սա ծիծաղում է Հայկը կամա սենց չէ Հետո չէ վրացը շուր եկա ու Հայկի ծիծաղանը եկա արդեն մեկ էլ քանդվեցի իրոք դիմանալու չէ նենց կտոր ինքը շատ նապրիժ բան սենց լարված կտոր ասենց կուլմինացիա գա այդ վելնման նենց բանը ասում որ անհավանական շատ ծիծաղալու ես էլ այդ բանի մեջ եմ ու չեմ դիմանում էլ սկսեմ ծիծաղել հա առաջ օրը դիմացա երկրորդ օրը խնդում հիմա մենք ծիծաղում ենք դալի չէ ծիծաղից փլվել է սաղ ծիծաղում ստոպ չեն կարողանում տա որ շարունակենք ասիկ всё մի րոպե всё ընդունենք այդ դեմքը ինքը սենց բա է ինքը բոլորը ջղայն են այդ բանը սա հետո եկանք այդ ջղայն բանը ասիկ всё շարունակենք ու շարունակեցինք այդ կտոր փողակի չենք բացում ինչ կտոր բանը որ գասն է որ րոպեին է այդ գաս որովհետեւ իսկում է անհնարաժ չխնդանք շատ խնդալու հա քանյատ ենք 4 հատ խաղացել ենք 2-ի ժամանակ չեմ դիմացել փաստորեն հա 2-ի ժամանակ հազիվ եմ բայց էլի Հայկից է եթե Հայկը չծիծաղի գնա մենք պահում ենք մենք ինձ լարում եմ մաքսիմալ ախր էդ էլա պետքա չմտածես այդ ավելի վատ է լարում ասում չծիծաղած ֆռնտ ինքը այդ կերպարը այդտեղ կապ չունի եկելա տանիք այդ կապ չունի եք չեկելա քիթը մտցնում ամենտի ուզես նայում ես ասում ես ու այդ ֆրազան մի խոսքով ինքը իրականում մի կտոր ես չեմ դիմանում կներես ցավտան բայց ես ասում կարող եմ դիմանում դե լա այդ է բախում այ մետևը ասում ձեզ ասված քանի որ ասեցի բոլորս թատրոններում խաղացել ենք թատրոնների հետ
կապ ունենք միակ ներկայացումն է, որ 20 օրում երեխեք, մանե, բոլորին ասել, նման բան չկա, չիտ կա, միզասցենա, երեխեք, մենք ես շատ կուզենամ, որ օրինակ լինի, ոչ թե ամիսներով փորձ լինի, 20 օրում իսկապես ասվեց, արվեց, բարձրացանք բեմ։ Դա չգրված օրենք է։ Անհնար էր, որ միզասցենայով ու անընդհատ մուտք ու ելքերով այդ տեքստերը 20 օրում երեխեք պրոֆեսիոնալ այդ բան ենք մենք տենց մի հատ լավ ընկեր ունեմ անունը չեմ տա ասում բայց ինչ ենք ամ 20 օր ասում այս քիչ աբանսուց խոսում ենք բան բայց հետո եկանք ասում ենք բայց դե սենց է դնում ես օրը ու սկսում ես անել չդրեցիր ընդ որում հայտարարում ես ոչ թե քո համար ես դնում հայտարարում ես արդեն всё տոմսերը սկսում է վաճառվել ու պետք է արդեն տարբերակ չունես թե չէ որ օրինակ դնես 20 օրում ու ունենաս հնարավորություն երկարաձգելու 100%-ով 100% ձգելու ես անհավանական է չձգես Ես դրեցինք, հայտարարեցինք, գովազդը տվեցինք, ասենք դե տարբերակ չունենք։ Ասվեց ու արվեց։ Հա, բայց որ ասմացի ծավը մի հատ էլ կտոր, տեսեք, այդ մենք կտորը կա որ հիմնականում այսենց ես եմ բանը լինում ու կպնում են ժողովուրդը սա իրար հետ, իշխան այն փուճուր կտորը ունին դե հազիվ դիմանում, ես իրան չեմ նայում որ բան չանեմ, ինքը այն կողմնա, մի հատ էլ անին ունի։ Այդ բաները, այսենց բաներ կա, ձվածեղի հետ կապված հասկատեղ, բայց այդպես մի հատ արտահայտություն կա որ ծիծաղալու է, ես սենց անում ու էլի իրան չեմ նայում, որտեղ ինքս ինձ անայ, ես հենց եթե հանկարծ իրան սենց նայեմ, այդ պայ ստոպ կլինի, դա ես ասում եմ ուրիշ տեղ եմ նայ, որտեղ ինքս սպասում եմ որ ինձ դեմքը տենա, հենց տենա պրծկալու է։ Ախր ամեն անգամ գիտենք բոլորը, բայց միևնույն դժվար է պահել։ Տեսան գարնի։ Ես չեմ նայում իրան։ Որ տեսան գարնի ֆռմը որ այդ դեմքը կայֆենա որ մենք գիտենք այդ տոճկեքը հենց այդ պահը գալիս է մնացած դերակատարները ովքեր բեմում չեն ասես բանի նոմը երեխեքի պես հավաքվում են կուլիսում ու նայում են խնդալու կմեռնեն թե չէ Ուրեմն կապված բաների հետ այդ կուրիոզների հետ իրականում դա շատ ա եղել իմ որ ուզում ես հիշես չի ես հիշի բայց մի հատ շատ հետաքրքիր բան եմ հիշում էլի ինչ ասեմ տենց անուններ չեմ կարողանալու տա որ ինքը տես լավ բաբնիկ տիպ է էլի տենց հա տենց մի քիչ տարիքով բան ու բան ու այն սուպեր մամաները որ դուրս է գալի սուպեր մամա առաջինը դե արվի բան դե գրիմով բան դե սալբիկը նենցա ստացա այդ կերպարը արվինի հետ էլ աշխատել ենք սենց շուտ պլակատի վրա սենց շուտ տենց հետարքիչ բան շուտ կնոջ կերպարը ստացվե ուրեմն ինքն է կանգնացնում հետնել էլի մարդ տենց երկուսով կանգնացնում ես մոտենում է ինքն էտես բաբլիկա գիտի էլի քաղաքի աղջիկեքին բան դերասաններ ու իներին բան սենց բան ես որ ես մեսով այս ցիտես ոնց է ես սրան չեմ ճանաչում ու տենց արդեն բան եղած ես գրգռման process-ի մեջ ես մի հատ հեռախոս է բան, մի կողքի այդ մյուս մարդը, դուր ասում է ցավը տանում, ասում ես այկոն է, շատ մի ոգևոր մարությանն է։ Շատ խնդալ է։ Նույնը բան ինքը դա մոռացեք ես կտորը։ Կարամ էլի ես պատմեմ, եթե ուզում եք հետաքրքիր։ Թողում ես պատմեմ։ Հա պատմեք եթե Այս ունեք։ բանը պատմելու որ ես առասարակ չեմ ինքը գնում։ պետք է դաբրոնտա նոր։ Տալիս եմ, հա։ Տալիս ես։ Հա։ Աստատ։ Հա։ Yeah։ Հա, ասեմ որ այս մասին ոչ ոք չգիտի, չեք բարձրացնում։ Այ հիմա նախաբանը դու ասա։ Ես պատմությունը Հայկն ու Անին է չգիտեն։ Մենք թե չգիտենք։ Չէ, Հայկը գիտի, Հայկի մասին է։ Ես հասկացա մոտավորապես Գիրոյնա։ Հայկի մասին է։ Դե դու նախաբանը ասա։ Նախաբանն ասել։ Ռուզանիտան Դու չգիտես։ Հա, օրա, դու չգիտես։ Ոչ մեկ ես ունակ ոչ մեկին չեմ պատմել։ Ազնիվ ասում։ Երբևիցե ոչ մեկին չեմ պատմել։ Ուրեմն մի պերիոդ սաթը տենց խնդրեմ ուներ, իրան լուսողական ապարատ էր պետք անպայման, որ դրանով կարողանար նորմալ լսեր, լիարժեք լսեր կներես։ Ու սաթի աղբերը Արտյոմը, Արտաշը ապրում է Ֆրանսիայում։ Անդերգից է ապարատը, առնում է բան, շատ նուրբ, թանկանոց ապարատ է բան, ու դե այդ ապարատը շատ վստահելի մարդ պիտի բերի, որ չվնասվի։ Ճիշտ ձևով բան։ Ճիշտ ձևով։ Գցե բռնել են, որ ես եմ այդ։ Հայկը Ֆրանսիայում է, հյուրախաղերի է, մոնոյով էր։ Հա, մոնոյով, քաղաքապետ։ Շարունակեմ, ես մեջբերումներով աղբերս մոտենում ա ներկայացման ժամանակ, իրենց իրելի հայտնաբարության ընտեղ նկարվում են Արտաշը ամաչկո տեսակ, մի կերպ ասում է Հայկ ջան, այս ինչ կլինի կարող ես փոխանցել, Սաթին, հա ասում է։
կփոխանցեն։ Ասում շուտ ես գնում թե չէ, թե էլ ինչու, ասում չէ, հեսա 2 օրից հետ եմ գալիս, էլի։ Արդեն հետ եմ գալիս, ասում հա, դու կարող շարունակում ես շրջակայությունը երկար, ասես չէ, ասի չէ, հեսա արդեն ոնց որ վերջինն է ու արդեն հետ եմ գնում, սենց բան կար էլի, որ կարևոր էր նաև այդ որ շուտ գա էլի, շուտ։ Հա, շուտ պիտի հասնի, ամենաշուտ պիտի հասնի։ Ամենաարագը ես էի գալի էլի։ Ու ամենակարևորը վստահելի որ բան չլինի, էլի։ Ու գալիս է Հայկը Հայաստան, սա զանգում վայ Հայկ ջան, մերսի շատ բերում ես Հայկ։ Չի, սպասի, պրամիժուտն էլ ասեմ։ Գալիս են ուրեմն առավոտ շուտ դիմահարդարման սենյակ, բարի լույսի եթերի մենակ եմ, այս դետալը կա։ Մտնում եմ, նայում եմ հեռախոսը, սենց թերթում եմ, հələ չի եկել գրիմյորի վեր, տեսնեմ Հայկը Ամերիկայում։ Թռար դու։ Թռա լավ։ Լավ, բայց իմ մոտ է։ Զանգում է Հայկ, ասում է Հայկից օրա ճշտում, երբ ես գալու Ֆրանսիայից, բան Հայկը ասում է ենթադրենք ամսի 15-ից տեղ։ Սաթը դե շատ բարի է, ինքը Սաթը իր տեսակով շատ բարի մարդ է։ Ու տենց բոլորի հարմարվող, ասում է ու զանգել է ինձ պատմում ասա, թե լացում էի, ձենով լացում էի պրոստը։ Ասում է դե եկավ ամսի 15-ը Հայկը չզանգեց, լավ ասի չզանգեմ, եկել է կհանգստան, թող մի օր հանգստանա։ Մյուս օրը չզանգեց, ասեցի դե լավ, երևի երեխեքը բան էս կողմը։ Հետո ասի լավ, երևի հանդիպ, հետո ես ասում եմ գործեր ունեցա, բան, խորն ու տես մի շաբաթ հետո Հա, այդ ընթացքն է։ Ես դիմահարդարման սենյակում եմ, առավոտ շուտ է, մենակ եմ, տեսնում եմ Հայկը։ Հայկը Ամերիկայում է։ Ամերիկա, ոչ Զանգում եմ Հայկին։ Ժամը, ես չեմ նայում իր մոտ ինչ ժամ պատասխանեմ։ Հայկ, առաջին նախադասությունը պետք է ասեմ, ասած հորս արի։ Հասկանում եմ, որ ինչի ասել Ամերիկա։ Հայկը բերում է, ու որպես շատ պարտաճանաչ մարդ, այդ իր այն որ խիստ անձնական իրերի այդ ռյուկզակից չանում դնում է վերև, որ երեխեքը բան չունեն, հասանելիություն չունենան։ Մի շաբաթ հետո այդ վերևից վերջ գնում է Ամերիկա։ Այդ է ստարը։ Այդ տարի ավելի հերո։ Մարտին մանգալի շուտ բերեր, վաղնես չէ գնում, հա, ցավը տարեմ, բերեմ ստե ու տալեմ ավելի հերո, Լոս Անջելես շատ հերո էլի, երկու անգամ ավելի հերո էլի։ Ու ցիպում երկու ամիս մնալու եմ դե։ Ու ես պիտի վերցնե, որ գնա Մարսելնորի, Ռիգուլյորով կան, այդ ընտանիքից Երևանում պետք էր։ Ասում է, բայց այդ ինձ պետք է, ասում Սադ ջան, բայց ես Ամերիկայում եմ։ Ասում է, բայց այդ ինձ պետք է, ասում հասկանում եմ, բայց Լոս Անջելես, հասկանում ես, այդ քեզ Փարիզ չէ, որ տենանքից Լոս Անջելես, չէ, անհնար է, ասում է պետք է ուրեմն այն։ Սա գործերը թողել են։ Դելիվերի անելու։ Ընկել ենք հիմա մարդիկ բան գալի որ լոքսից գալի։ Երկու բաղված էի դրանով ես ասում թե Հայկ թող ինչ գործեր էի եկալ։ Ընդ ինչ ասում են ինչ պետք է գնանք այդ դալիճը բանը փորձեր ասում սպասեք ընդ ինչ մարդիկ դու ինչ որ այդ գործերով են իրանք զբաղվում որ դելիվերի ասում բայց ես պիտի զգուշ սենց տանել։ Ասում սենց տանելու համար ուրիշ տարիֆ է։ Ասում եմ սենց տանելն է, եթե սենց զում էտի լրիվ ուրիշ տարիֆներ է ցավատասի համաձայն։ Ու հասցնում։ Վերջը ես ասում եմ ես ոնց ես մա դաժան տասկու փոխել են ուրիշ բան են տվել երևի որտեղ արդեն պետք չէ ես արդեն եկել ասելա այդ պատմություն լավ քանի որ այդ սկսել ենք ես երբեք չեմ պատմել այդ մասին մի հատ տեսարան ունենք հիմա Ազիզյաններում այդ էլ չգիտեք իշխանը գիտի Իշխանը ռեպլիկ ունի ասելու։ Ու ես այդ ռեպլիկը ինչքան էլ բարձր ասում, սա չի լսում։ Էդի ուրիշ խնդիր է, այնտեղ դեկորը նենց է սարքած, որ շատ բարձր պետք է ասեմ, որ սաթը լսում։ Բայց որ շատ բարձր էլ ասեմ, տեսանը դա լիճի սենց կերևա։ Հիմա մեզ մոտ իդեալական հարաբերություն է, հանումա ցերա վրա։ Զրիցերից օքեկալ հիվանդով եմ խոսում գոռում եմ։ Ինչ եղավ, ինչ եղավ քեզ։ Ուցես մի հատ շարժում անում, սա գիտի որ սա իր ռեպլիկն է։ Մի խոսքով տենց երկար պատմություններից եզրափակենք մեր պատմությունները սրանով մանե ջան, անցնենք առաջ։ Չէ, լավ, գնանք։ Չէ։ Դավայ այլես։ Դու մեզ էլ հետակ։ Հա, արդեն։ Դա քաղաքական է, էլի սկսել։ Շատ քաղաքականները շատ կան, շատ հետարքի բաներ կան։ Մի հատ այն հներից եմ ուզում պատմեմ, որ հələ միջև 18 թվականը, ուրեմն բանա։
Այս 21 թվականի բանը այդ թերթերից մեկը անունը չտամ, տենց բան լուրջ դեմքով գրեր Հայկ Մարությանը հանդիպել է Քոչարյանի հետ, գնացել է Արցախում ընդ սաղով հավաքվել ինչ-որ բաներ են որոշել, չգիտեմ չէ։ Իրոք շատ խնդալու բաներ էր գրած։ Հա, ու սենց ասում եմ, ու տենց հարազատներով նստած ենք բան, դե սա գիտեն որ չէ, ոչ թե բան, այլ կարող է հանդիպածիներս չլինես, մարդ է նույն բանում ենք ապրում, քաղաքում ենք ապրում, բան, բայց իրականում չեմ հանդիպել, ոչ մի անգամ, այդ ձև է ստացվել, որ խոսում ենք, բան, ասում ժողովուրդ, բայց ասում իրականում չեմ հանդիպել այդ մարդու, որ հանդիպած եք, ասեմ հանդիպել եմ, թեկուզ բան ենք քննարկել կամ չենք քննարկել, երկրորդ հարցն է, բայց իրականում չեմ էլ հանդիպել կյանքում այդ մարդուն, բայց ասում օրինակ Սերժ Սարգսյանին հանդիպել եմ մի անգամ, մի րոպե, բայց ասում Սերժ Սարգսյանին իրոք հանդիպել եմ մի անգամ ոնց էր, ասում շատ հետարքիր բան է եղել, ուրեմն շատ հետարքիր ցած պատմություն է։ Դե տեսեք, դե քանի որ կինս չեխ է, չէ, ու բանն է, փաստորեն դուրս է գալիս, այդ պրիզմայով որ նայում ենք, մենք բան միակ չեխական դիասպորան ենք, այսինքն սփյուռքն ենք մենք չեխական Հայաստանում, որտեղ այլ քաղաքացիներ չկան, բացի դեսպանատան աշխատողներից, որ Չեխիայի քաղաքացի են, հա, որ կինս Չեխիայի քաղաքացի, որ ապրում է Հայաստանում, չկա, դեսպանատան աշխատողը կինս է։ Մենք սփյուռքն ենք, դուրս է գալիս, մի ընտանիքով է սփյուռք ենք, էլի 6 հոկանոց, ու որ Չեխիայից բարձր պաշտոնատար անձինք են գալի, չէ՞, դե կա հանդիպում նախագահի հետ, հանդիպում նախարարի հետ, հանդիպում սփյուռքի հետ։ Հանդիպում սփյուռքի հետ մենք ենք սփյուռքը։ Հանդիպում սփյուռքի հետ մենք ենք։ Միշտ պրոտոկոլ կա, հանդիպում սփյուռքի հետ մենք ենք, հանդիպում սփյուռքի հետ քննարկում ենք։ Չեխական սփյուռքը ոնց է գոյատևում բանում Հայաստանում։ Վերջա։ Հիմա բան է կարում, այտենց ու նախագահն է եկե, Չեխիայի նախագահն է եկե, ուրեմն հա էլի դա իդեմս հանդիպում սփյուռքի հետ մենք գնացել ենք հանդիպումը սփյուռքի հետ նախագահի ու ասում դե բնականաբար տենց խոսացինք շատ միջալուց տենց լավ հարաբերություններ բան եւ այլն ու բանա ու հրավիրում է քանի որ միշտ երբ որ բաց աստիճան պաշտոնյա միշտ ընթրիք է լինում երկու նախագահները այսինքն Չեխիայի նախագահն եւ Հայաստանի նախագահն այն ժամանակ Սերժ Սարգսյան հա միասին տալիս են բան ընթրիք այդ ձևա եւ դա բարեման 26-ում է տեղ ունենում եւ ամեն նախագահն ունի իր հյուրերը Հայաստանի նախագահն իր հյուրերը, Չեխիայի նախագահն իր հյուրերը։ Մենք Չեխիայի նախագահի հյուրերն ենք։ Հիմա ու գալիս ենք այդ ընտրիկի կրոջից հետ։ Հա, գալիս ենք միասին մտնում ենք դե բանը ու ինքը պրոտոկոլով շատ հետաքրքիր ընտրիկը այդ ընտրիկի մեծ դահլիճում, միջև այդ նախասրահ կա, որտեղ երկու նախագահ կանգնած են, հերթով հյուրերը մոտենում են եւ ամեն նախագահն իր հյուրին ներկայացնում է։ Մյուս նախագահին։ Հերթով տենց գալիս է ոտրան, հետո ոնց որ մենք հերթն է գալիս, մենք ենք մոտենում եւ Չեխիայի նախագահն սկսում է մեզ ներկայացնել։ Եկա դե բանը Հայկը Մարության հայտնի դերասան, նաեւ ակտիվիստ, որը ուսել Սերժ Սարգսյանն զարմացած նայում է ինձ, նայում է նախագահին, Չեխիայից նայում է ինձ, նայում է կողքերը, յանի էս ինչ թաքնված տեսակցիկ որ ասես, էս ինչ պա, բաց զարմացած, միջև ես զարմացած մնաց, ես նորմալ, ես գիտեի ինչ արինել, ոչ ներկայացես ակտիվիստ միշտ պայքարների մեջ, բան իրա հայտնի դեր բան ինչ դերերը եւ սա ոչ բանը ինձ լավ նկարագրեց իմ բանը, կենսագրականը, ոչ կնոջ հետ կնոջս էլ ներկայացեց ու տենց մենք գնացինք այդ մեր հանդիպումն էր, միշտ ասում Քոչարյան չէ, բայց Սերժ Սարգսյանին հանդիպել եմ։ Գնաց անոնց։ Չեխական սփյուռքի որպես ներկայացուցիչ։ Կարկառուն։ Հիմա խաղալու ենք թե, բայց մինչ այդ հիշեցնեմ, որ մեր գործընկերն է Glovo-ն, հաշվածորեն են մնացել մինչ ամանոր, պատկերացնում եմ ինչ խառնեք եւ ճիշտ ժամանակն է ներբեռնել Glovo հավելվածը եւ պատվիրել ամեն ինչ, ուտեստներ, մթերքներ, խնամքի պարագաներ, նվերներ ձեր սիրելիների համար եւ չմոռանաք նաեւ հենց այնպես պրոմո կոդը, հատուկ հենց այնպեսի հետևորդների համար Glovo-ն առաջարկում է 1000 դրամ զեղչ առաջին պատվերի համար։ Թեթե ենք խաղում առաջինը, թեթեն 4-ի տարբեր հարցեր եմ տալիս եւ անուններ եմ հնչեցնում։ Գնաց, ռեկլամ։ Դուք պետք է ընտրեք հա։ Ոչ, նորմալ է։ Էսի նորմալ է։
լուրջ։ Բայց կարո՞ղ չէ կողքս առաքիչ լիներ օրինակ։ Չէ դու, չէ, այ դու հիմա որ սրանով էլ նեիր։ Ու բանը այդի կլեր էնի մասած էլի։ Դու մենք, բան, սա։ Կամ մեր տեղը հնդիկ առաքիչներն էին։ Հա, կամ մեր, հա, էս փուլը առաքիչներն։ Իրանք են պատասխան։ Այս թեմայով էլի։ Ազիզյանների նոր եթերաշրջանը ենթադրենք հեռուստատեսություններից մեկը համաձայնել է քո պայմաններին։ Առանց գովազդի։ Շատ լավ։ Նոր եթերաշրջանն է, բայց իրանք էլ պայման ունեն, նրանցից միայն մեկը կարող է խաղալ նոր եթերաշրջանում։ Ենթադրենք, դու որպես պրոդյուսեր, գլխավոր պրոդյուսեր, պետք է ընտրես այսօրվա կազմից մեկին, ով պետք է խաղա։ Բայց հիմա միանգամից չասես։ Ես ուզում եմ ընտրություն։ Ինքը ասում է, այսինչը դե ինչ դու պետք է ասես։ Սուրեն Արուստամյան թե Ստեփան Հովանեսյան։ Նախկինում խաղացած բոլոր դերասանների անուններն։ Ստեփան Հովանեսյան, բայց ինքը հիմա բանակում է։ Ուզում ասել տարբերակ չկա։ Շատ Պաշտպանության նախարարության հետ է հարցը։ Ստեփան։ Ստեփան Սուրեն ջան կներես։ նորմալ։ Okay։ Ստեփան Հովանեսյան թե Մարի Պետրոսյան։ Ստեփան Հովանեսյան։ Ստեփան Հովանեսյան թե Բորիս Բաղդասարով։ Նու հաշվի առնելով դժվարությունները ՊՆ-ի հետ Բորիս Բաղդասարով։ Բորիս Բաղդասարով թե Իշխան Ղարիբյան։ Ծանր հարցեր եք տալիս։ Գնալով ավելի։ Գնալով ծանրանում է։ Դե լավ, Իշխանին, հիմա ստեղ ենք երկուսով։ Զոտետա։ Կոնկրետ ՊՆ-ի հետ խնդիրներ ունենալու համար։ Էլի ՊՆ-ի հետ խնդիրներ ունենալու։ Իշխան Ղարիբյան թե Պոնչ։ Մա Պոնչը ստեղ չի, նեղացնենք իրան։ Իշխան Ղարիբյան։ Ես կոնկրետ էլի, այսինքն ով կարա վնաս տա էլի։ Իշխան թե Գարիկ Պապոյան։ Դե լավ, Գարիկ Պապոյան։ Չէ, բայց Ազիզյանների շրջանակներում։ Հա, նոր Ազիզյանների եթե։ Չէ, Իշխան։ Ահա, Իշխան թե Սաթենիկ Հազարյան։ Դե դից անբաժանելի մաս են, ասում ես Իշխան, պատկասում ես Սաթենիկ։ Լավ, Սաթենիկ Հազարյան։ Գիտես ինչի նայում է իրան։ Չէ, ակցիաներից շատ են վախենում ուղակի։ Իշխանը ուժեղ է, բայց դու ավելի ուժեղ ես, էլի ես։ Իմ ուժային կենտրոնների բանն է իմ մոտ պայքարն է։ Եվ վերջին հարցը։ Ով կարող շատ վնաս տա, էլի։ Սաթենիկ Հազարյան թե Անի Լուպեն։ Նա ես չեմ նայում։ Դե եթե Ազիզյանների պահովա պետք է Անին ընտրեմ, հա։ Որտեղ ասում ես Գառնիկ նախ ինքը վտանգավոր է շատ, ասեմ իման։ Հա, կարա մազը սենց մեծ բռնի քաշի, հա, չէ, Անին։ Սկզբից ճիշտ է իր ասում ուրեմն։ Ես գիտեի։ Այսքանն էր։ Okay։ Այդքան բարդ չէր փաստորեն որ քանի թվում էր Անի։ Ես մի քիչ անուններ մարդկանց կարողա չհիշեմ։ Կներես էլի։ Հա, ես կհիշացնեմ։ Բայց իրանց ճանաչում եմ, ինձ ունեմ էլի, հանկարծ որ ասեմ ով է, չմտածեմ որ տիպը Մեծամտ։ լուրջ ես Ով անուն էր։ Ես գիտեի ու մասն է խոսում, պրոստը։ Դրամայ հա Իշխան ասում, որտեղ մնացին չէի։ Իշխանը վերնիկի ինքն է էլի, մնացած ինչի բանա ովքեր։ ինքը նետ ասում է։ Այդ էլ ուշում։ Ես եմ Իշխանը, okay։ Իշխանը։ Անիկո հարցը այլ է։ Նոր ֆիլմի համար դու պետք է ընտրես ամուսնուդ կերպարում հանդես եկող դերասանի։ իսկ ֆիլմը ուղակի ֆիլմ ժանրը ֆիլմ, որը նկարահանվելու է 6 ամիս ամեն օր օրը 8 ժամ։ ժանրային ինչ-որ բան կա, նկատի ունեմ, թե ուղղակի հարց։ Մի րոպե, ես հարցը չլսեցի, ես կապ չունեմ, բայց ֆիլմը նկարահանվում գլխավոր կերպարը Անին է եւ նա է ընտրում իր ամուսնու կերպարով ով է։ Ով է, դա բարքիր է։ Բաբկեն Չոբանյան թե Սամվել Թոփալյան։ Սամվել Թոփալյան։ Սամվել Թոփալյան թե Արսեն Գրիգորյան խուճուճ։ Արսեն Գրիգորյան։ Արսեն խուճուճները։ Իրանց սեկտա է։ Մեր ցեղից Արսեն։ Արսեն Գրիգորյան թե Ռաֆայել Երանոսյան։ Օրո։ Ահա։ Այստեղ բարդ է։ Անի տեղ ենք հասել։ Ես դամա ժանրը ֆիլմի հարցրեցի Ռաֆայել Երանոսյան։ Դու ասա ժանրը ինչ լինի։ Ժանրը դե պետք է երևի կոմեդի չէ լինի։ Չէ, թրիլեր։ Okay, հա, ես կարծում եմ։ Սարսափ, ֆիլմ սարսափ։ Լավ, ինչևից է։ Ռաֆայել Դե մի խորացի։ Ռաֆայել Երանոսյան թե Սոս Ջանիբեկյան։ Սոս Ջանիբեկյան։ Սոս Ջանիբեկյան թե Խորեն Լևոնյան։ Սոս Ջանիբեկյան։ Սոս թե Սուրեն Պողոսյան։ Սուրոն։ Նա ինչի։ Սուրոն։ Մեր Սուրոն։ Աձեր Սուրոն։ Հա, Սոսը։ Սուրոն, հա, սոսը։ Էմից ասել Մեր Սուրոնա, սոսը։ Ոչ խորան է իգո։ Սուր կներես։ Սոս թե Վարուժ Մարգարյան։ Սոս։ Սոս թե Նորայր Եղյան։
Սոս։ Եվ վերջին հարցը սոս թե Ավետ Զոհրաբյան։ Սոս։ Սոսը հաղթեց։ Հա։ Իսկ սոս թե Հայկ Մալության։ Այդ ֆիլմի ժանրից է կախված։ Եթե դրամա, ուրեմն սոս է, եթե կոմեդիա, ուրեմն Հայկը, բայց չեմ բացառում, որ դրամա էլ կա։ Դե ասեցի սոս։ Դրամա։ Ինձ հետաքրքիր կներ։ Հա, ես էլ Հայկին դրամայի։ Քեզ հետաքրքիր կներ, բայց մնացածը հետաքրքիր։ Սատ։ Նրանցից միայն մեկին կարող ես հրավիրել քո պատրաստած ընթրիքին կամ նախաճաշին։ Okay, թող լինի ինտրիգ ավելի ռոմանտիկ է։ Պատրաստում ես թե մենակ նախաճաշս պատրաստում։ Նախաճաշա ուտում ընտրիկին։ Ընտրիկին էլ է Նախաճաշի պատրաստը սաղ օրը ճաշին բացաղ է։ Ընտրիկի տարբեր ձևեր են։ Նախաճաշի տարբեր երանգները։ Քնարիկ Զաքարյան թե Արևիկ Գևորգյան։ Քնար։ Քնար թե Վաչե Երիցյան։ Քնար։ Քնարիկ Զաքարյան թե Դիանա Մալենկո։ Ոյ Մոլենկո։ Մալենկո թե Դիանա Գրիգորյան։ Մոլենկո։ Մալենկո թե Արտակ Վարդանյան։ Մալենկո։ Բոլորին հաղթելու է Մալենկոն։ Իմ պարագայում հա։ Չես կարած։ Մալենկո թե Սիմա Բաղդասարյան։ Մալենկո։ Մալենկո թե Արման Խաչատրյան։ Դե հաղթեց Մալենկոն։ Մալենկո թե Լուսինե Թովմասյան։ Էլի Մալենկո։ Հա, Մալենկոն։ Բուջու է Մալենկոն ինձ համար։ Բայց ես տխուր ես ասում, կողո ինչ-որ խնդիր է։ Բանա հիմա։ Խղճում ես։ Ինչ խղճալու բանա պետք է։ Մոլենկո։ Հա, я очень люблю это. Ինքը գիտի այդ մասին, հա, որ ստեղի Մալենկոնա։ Մնացած էլ իմացան, պրոստո վարպետ։ Հա, իշխան։ Ես եմ։ Ահա։ Նույն հարցն է, նոր ներկայացման համար դու պետք է ընտրես քո կնոջ կերպարում հանդես եկող դերասանը։ Մալենկո։ Չէ, բայց այդ տոնով պիտի չասես։ Մալենկո։ Իրական ես եմ շատ սիրում Մալենկոին։ Դու սենց արա ես Մալենկոն ասեմ, ձայնային էֆեկտը ես ապահովեմ, գուզես։ Ես հեսա կասեմ։ Հենց Մալենկո լինի ես հենց կասեմ, всё։ Լիլի Էլբակյան թե Լուսինե Արշակյան։ Երևի Լիկան։ Լիլի Էլբակյան թե Սոնա Մուրադյան։ Սոնչը։ Սոնա թե Սիրանուշ Լազյան։ Սոնչը։ Սոնա թե Անի Քոչարյան։ Սոնչը։ Սոնա թե Մարգարիտ Խաչատրյան։ Սոնան։ Սոնա թե Տաթև Հովակիմյան։ Օ։ Մալենկո։ Մալենկո։ Սոնան։ Սոնա թե Աննա Մանուչարյան։ Որ մեկը։ Շատ են իրանք։ Ճիշտ ասում։ Իսկականի։ Որն է գրած 4-ը։ Աճից երկրորդը։ Կուզեմ այստեղ այս պարագայում է թե Ստանիսլավսկու Աննա Մանուչարյան, այ ինքը Հա, Աննա։ կապուտաչկո Աննան։ Մյուս Աննային էլ լիքը բարևներ, կարծեմ ինքը Ամերիկայում է։ Այդ եմ ասում։ Հայկը Բորեային է հազիվ բերել Ռուսաստանից, Աննային դժվար կարենայինք բերեինք որ խաղալ։ Ստանիսլավսկի Աննա Մանուչարյան։ Աննա Մանուչարյան թե Անահիտ Կիրակոսյան։ Աննա Մանուչարյան։ Եվ վերջին հարցը Աննա Մանուչարյան թե Արաքսիա Մելիքյան։ Դե մի արա տենց բաներ։ Բայց մեկ ես պատասխանեմ։ Արաքս։ Մալենկոն ես դու ասելու։ Հա, ես պատասխանեմ։ Չէ, Արաքս թե Մալենկո։ Արաքս։ Հա, Արաքս։ Արաքսից դու իշ բոլորը։ Այդ էլ ես ասեմ։ Հա։ Հələ Սատկին հարց։ Այ հարցերը էց։ Արաքս թե Սաթենիկ Հազարյան։ Չեմ արծ։ Արաքս։ Արաքս։ Ես էլ ասեմ, հա, ու Դե զուտ որտեղ սաթից խաղացել եմ շատ։ Արաքսի հետ հետաքրքիր կլներ այդ։ Կտար կսպաներ ինձ մեմ։ Հա, չէ, Արաքսիը շատ է վստահում ձեր դուետը։ Հա։ Հիմա շարժվում ենք առաջ ու խաղում ենք գուշակիր ով եմ։ Մինչ կսկսենք հաջորդ փուլը, հիշեցնեմ, որ հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը եւ հաշված օրեր են մնացել, մինչեւ կավարտվի Արարատ բանկի ակցիան։ Ուղղությունն ընտրում ես դու Mastercard All Travel քարտապանների համար։ Ակցիային մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 31-ը իրականացրեք առնվազն 10 անկանխիկ գործարք Mastercard All Travel քարտով։ Յուրաքանչյուր 10 անկանխիկ գործարքի համար ստացեք ակցիայի մասնակցության 1 կտրոն եւ հնարավորություն շահելու 5 ուղևորության փաթեթներից մեկը նախատեսված 2 հոգու համար։ Ակցիայի ամփոփմանը կարող եք հետևել Արարատ բանկի Facebook-յան էջում հունվարի 15-ին։ Հաղթողները ընտրվելու են պատահականության սկզբունքով։ Բոլորիդ հաջողություն եմ մաղթում։
Այս դեպքում որ զույգերով եք, թիմեր ենք բաժանում, դուք էլի 10 հարց կարող եք։ Եկեք մի հատ թիմ վեկանենք, որ հաստատ ես ու իշխանը իրար հետ տնենք։ Որ դա կարող ենք էլի մեկ։ Լավ չէ, եկեք դες ոնց կանք, դες բաժանենք, հա։ Դե նես պրոստը պիտի փոխվենք տեղերով։ Հա, Կարող հասկացա։ փոխվենք, խնդիր չեմ տեսնում, եթե ուզում եք թիմը Չէ, ոնց ասեք։ Ոնց ես ուն իշխանին։ Ես էլ եմ օգնում։ Իշխան ես իշխան դուք աղջիկ եք որ կրեք էլի։ Դավայ, արի։ Դու արի։ Արի ստեղ։ Ես ճիշտ եմ հասկացել, իմ ու Հայկի գլխին է նույն մարդն է լինում։ Հա, ես ուղղակի ձեր գլխին չեմ հարցնում, հետևից իրանց ցույց կտամ։ Okay, ուրեմն ես պիտի կամ Հայկի կողքը։ Okay, ճիշտ է, ես որոշ բան։ Հա, ես խնդիր չեմ։ Ես խոսքի մոտ լիմա դու ես գուշակում ու հակառակ իրար տալիս են։ Չէ, մենք գուշակել ենք նույն մարդը։ Հա, ասենց ավելի հետաքրքիր գենդերային թող լինի, էլի։ Հա։ Մի նայեք, էլի։ Չէ, չենք, ես չեմ Մի նայում։ նայեք սկայն։ Ավազնիվ խոսք չեմ նայում։ Դու բացատրես ով է, նոր ես Ուրեմն մենք չենք ճանա, Հայկը որ հարցնում ով, հա։ Դու հասկացա, բա։ Եվ դա հրաշալի է, սկսեցին։ Այո։ Այս կարող է Պարիկովա դրա մարջի ճանաչել։ Չէ, արդեն կարաս նայես։ Հա, можно։ Այդ հարցը կարաս 10 օրինակ։ 10 10 հարց։ Լացել չկա։ Լավ։ Դավայ։ Ես գիտեմ ով է, արխային։ Հա։ Աղջիկա։ Չէ։ Չէ, տղա է։ Իդի դրդրյա։ Դե դուր։ Չի, զում ասեմ, դավայ ապ։ Տեսքի ծերում էր որ չէ, Ես էլի։ հաշվում եմ։ Տեսքի ծերում էր որ չէ։ Մեր իմանալով։ Շատ ընդհանուր։ Մեր իմանալով չէ։ Շատ ընդհանուր Հայկը Մեր իմանալով չէ, հա, լավ, սենց ասենք։ Գնա։ Մենք ճանաչում։ Ինձ մի նայեք, ավելի շատ իշխանին նայեք։ Այսինքն ճանաչում եք ինչ առումով։ Այդ կերպարին Աշխատել ենք։ Այդ ում որ պահած։ Չէ։ Հարցնում ես աշխատել ենք իր հետ, Չէ։ ասում է չէ։ Դու ճանաչել շատ աբաբշյոնի հարց ես տալիս, է։ Հա։ Չէ, աշխատել։ ո՞ր դες գիտես։ Ես որ հարցնեի ասել Հա։ ինչ էիր ասելու։ Ջոյ հասկանում ես, չէ՞։ Հա։ Այսինքն մենք հիմա շատ վատ վիճակում ենք, հա, Հայկ ջան։ Շատ։ Մենք եք բաց վիճակում հարց տվեք։ Okay, դերասանա։ Չէ։ Չէ, արդեն չի, ես արդեն գիտեի, որ չէ։ Ոյ։ Ես այնքան եմ օգնել, չգիտեմ ինչ ասել։ Չէ, իրանց Բայց չէ, ես հավատա չեմ իմանալու։ իմանալու։ Ուշադիր չեմ պրոստը։ Ինչպես Ինչպես միշտ։ պատժվում է, պատժվում է։ Այո։ Դուք պատժելու եք իրանց, եթե չի։ Մեծ հաճիկով։ Չէ, ինչ էման նոր ասում։ Պատժում, թիմը պատժում է, Թիմը պատժվել է, եթե չի գսում գուշ։ Օյոնի։ Լավ։ Էսա զանգում։ Դարի կրվենք։ Մենք պարտվել ենք։ Բաժեք մեզ։ Բոյով, հա։ Հա։ Ինչի լավն է, Հայկը իմ բանն է։ Ես էլ եմ էլի իմանում։ Նոր բաներ եմ իմանում էլի։ Չէ։ Վստահաբար բոյով, հա։ Իտուր։ Հա, բոյվա։ Քաղաքական գործիչ, հա։ Կարող լիներ, բայց չէ։ Նա։ Բայց մի ձեռս պրծավ, ենքա քեզ մի Բայց ձեռս։ կարող լիներ էլի։ Կարող լիներ հանգիստ։ Հայա։ Պանյատինին։ Չէ։ Հա, Հայց։ էդ էլ գիտեի։ Դե դրա համար չեմ կարողանում հարցեր տալ։ Արդեն հասկացել եմ։ Մնաց 4 հարց իմ տանջանքներ։ Երկիչ հա։ Չէ, No. էդ էլ չէ։ Ես ասում եմ, ես ինտուիցիա ունեմ։ Դե ունես տուր ես անստացած։ Ես սա գիտեմ ինտուիցիա ունեմ։ Գիտեմ ո՞վ։ Սա արդեն Ես բայց ինտուիցիա ունեմ։ ու չկա։ Մնաց 3 հարց, 3 հարցն է դու տուր, լավ։ Լավ, երեքն է դու։ Յուղեն ինչ հնարավոր էր։ Կարեցի Ճշտեց։ պեղե։ Ինտուիցիան խոտ տուր։ Միացեք ձեր։ Գոլիվուդսկի ակտյոր է։ Չէ, ասում հարցրել է դերասանաս։ Դերասան, էդ արի չհաշվենք։ Այերեն էր ասում դրա։ Արի Չէ, չհաշվենք։ էսի չեմ հաշվում, լավ։ Հարցը եղել։ Բայց չէ։ Տուրանի, եթե ուներ։ Ինտուիցիան ինչ եղավ։ Նոր երակները փրթում էին նետոր։ Սպանում էիր։ Այ լավ տուր եք։ Ահա։ Ինտուիցիա պակինոլը չատ։ Լրիվ ինտուիցիա պակին ոչ։ Հերոստատեսությունում աշխատում։ Չէ։ Անձամբ չենք ճանաչում։ Ադեսն դες մեծ բառ եմ ասել, գոնե այդ օգտվեք էլի։ Լավ, օգնող ման։ Օպրանա։ Ով։ Օպրան չի, չէ, այդ չենք, այս չենք։ Մնաց մի հարց։ Էդի։ Լավ, չենք հաշվում։ Ախր ձեզ հուշել եմ Լավ, սկզբից։ տելևիզորի Ասի հետ այդ կապ ունի։ կերպարը։ Տելևիզորի հետ կապ ունի։ Կերպարը։ Հերոստացույցով եք տեսել էլի այդ կերպարին։ Նու կարող է դու Միստր Բինն է։ Չէ, մնաց մի հատ։ Նո դու կարող ես ուրիշ տեղեր տեսածել։ Դու կարող ես դու էլ ես իրան ուրիշ տեղ տեսե հաստատ։ Հերոսանչի երկիշի հերոստատեսությամբ տեսել են պատգամավոր կարար լիներ քաղաքական գործիչ եղավ։ Ուրախ խորացել։ Չէ, դե հերթով գալիս է։ Հա։ Հա, բարձր եմ մտածում։
Իսկ ինչի, չէ՞։ Իրականում շատ կոսվինը մանեն էլ է հուշե ձեզ, բայց հաղորդման սկզբում։ Բայց շատ կոսվինի հուշում է այդտեղ, եթե հիշեք ամենասկզբում մանեն ինչ էր խոսում, հաղորդման հետ կապած, դա էլ կարող օգնի։ Դեվիդ Կոպերֆիլդն է։ Нет։ Չի խոսում։ Դեվիդ Կոպերֆիլդի մա։ Կերպար չի, չէ՞, Մարթա Դեվիդ Կոպերֆիլդը, այո, անազգանուն է ստացել, երևի պասպորտ։ Մանեն ինչ ասեց։ Պարտվեցիք։ Պարտվեցիք, բայց գուշակեք, էլի։ Մանեն ասեց, այս հաղորդումը երբ է գնալու եթեր։ Ձմեր պապին է։ Չէ։ Նոր տարի։ Մոտենում ես թեմային։ Մոտենում եք, չէ, ես դրա համար այդ բառը այդքան չհուշեց, որովհետև կերպարը, բայց ինչ կերպար, շատ կերպարներ կան։ Մանեն։ Ամանոր։ Այո։ Չասեց Ռաժդիստվոյին է գնալու էֆիր այս հաղորդումը։ Դիմա տարի հիշի Ասեցի հիշի, բայց սկզբում ինչ խոսացես։ Դե կարող է հարցնել, կար այդ վաղ գնալ էֆիրը, բայց կապ չունենալ հարցը։ Պարտվեցիք տղաները, ձեզ քիչ անց Դե կպատժեն, իսկ հիմա չէ, Բաժեք մեզ ուղի եթերում։ Ասկա քվիդ են կլնում հլս։ 10 հարցով։ Հավելյալներ։ Երկու պատիժ միտեք։ Տեսար։ Հա։ Լյուպ է տեսել է։ Հա, կանք ես։ Չի նայե։ Չէ, նայել աչքի։ Նայել եմ։ Всё։ Давайте. Կարող ես բացել։ Можно. Հա։ Давай։ 10 հարց։ Տղամարդ, հա։ Սպասի մի քիչ ցկի մի անգամից մի ասա։ Վայ։ Լավ։ Տղամարդ։ Կարևոր տղամարդ է։ Հա, մի շատ արագ մի ասա, որ չկողնորոշնի։ Ինքը ռեալ կերպար, ռեալ Հա, ու մարդ է։ չեմ պիտի ասեմ, ոնց ռեալ մարդ է։ Ռեալ մարդ է։ Կերպարա թե ռեալ մարդ է, էլի։ չէր, այդ ահա։ Նենց Ռեալ հարցը որ մարդ, կամ հա։ պետք է Հա, հաու չէ, հա, օքեյ, դե հա, ասա։ չեմ, ոնց ասեմ կե։ Այո, այո։ Դե հարցը դուր, ինչ, ռեալ մարդ է, Մեկ է ման է Հարցեցի, հաշվի։ երկու։ Հա, ես եմ Ես եմ հաշվում։ Դավայ։ Իսկ կերպար չէ։ Չէ, ինքը ռեալ է։ Ես այս հաղորդման կալկուլյատորն եմ։ Տղամարդ է, ռեալ է։ Նոր տարվա հետ կապ ունի։ Մի քիչ դանդաղացրու որ մոտ։ Չէ։ Տանդաղը։ Նայ, մի հատ նենց հարցը ստվեց, չեմ կարող ասեմ։ Չէ, կապ չունի։ Չէ, ձեր Դե դու հասկացար ինչ Հա, է։ հա, Չէ, չէ, կապ չէ, չունի, չէ։ ինչի քուրը։ Հայկի հետ Մարության կապ ունի։ Սա նայում եմ անի, որ տեսնեմ տանդաղացում։ Հա, Մասամ, հա։ մասամ։ Չէ, մի ավելացրու, հա ու չէ։ Շատ է, էլի։ Հա, քիչ։ Պատասխանը սա էր։ Ինչքան եղավ 4։ 4։ Դե մի Կերպարա բան դու հարց։ տղամարդ է, Կերպար չասես, ռեալ մարդ է, տղամարդ է, քո հետ կապ ունի։ կապ ունի, ինչ որ։ Ման է դու իրանց կողմից։ 5-րդ հարցն է, Ես չէ։ ուզում եմ իրանք պատժեն։ Հայկի խաղացած տերերից, հա, կերպարներից, հա։ Ոնց։ Չէ, դե կերպար չէ։ Այսինքն, Հա, լավ հարց է տալիս։ Չէ, Հայկի խաղացած կերպարներից, հա, չէ։ Հայկի խաղացած։ Հայկի խաղացած, Հայկն է Մարության հիշում ես։ Չէ, հարցը մի քիչ է, Հայկի խաղացած չի ասում։ Հայկի խաղացած կերպարներից, հա, թե չէ։ ես հիմա հասկացա։ Այո, կամ ոչ։ Ասա չէ։ Ես հիմա փորձում եմ դասամա ես ոնը ոստիկան խաղացել եմ, հիմա կարող ոստիկան ասի, հա, թե չէ։ Դրա համար մի հատ հստակ Չէ, հարց։ բարձր որ չէ, ուրիշ բան։ Ուրիշ կապ, այդ հարցը այդ սուպերմաման չի։ Չէ։ Հա, всё։ Ավելի հեշտ ինքը բան արվեստի ոլորտից, հա։ Էլիս է։ Հա, հա։ Գոնե հասկանանք որտեղ ման գանք էլի։ Բայց արվեստը շատ բազմաճյուղ է։ Մանե, Դե մանե մի ասա։ գոնե իմանանք Այս քաղաքական որը գործի չէ՞։ Մանե մի հուշ մեզ նայ։ Դու իրանց Ես կողմից ուզում ես։ եմ։ Իա, որը հարցն է։ Հələ հնչեց։ 6 4 հարց կա։ Այո։ Քո հետ կապ ունի նենց, արվեստից է նենց, տղամարդ է։ Հայկոյի բանատը, մարի բրես։ Հա, ինձ թվում է դու Այ ժամանակը դու մայ դե։ Ժամանակով չի, բա։ Դե, բայց- Ո՞վ է խոսում Լավ, ժամանակից։ հանգիստ մտածեք։ Լավ երկա սուրճ Իսկ կուզե։ իրար հետ կարող քննարկենք։ Հա, քննարկենք, Քննարկենք արի։ Դա դուս եկեք։ Դա դուք դուրս եկեք, ես մանեն Հայկը քննարկեմ։ Չէ, ահա։ Մեզ հուշեց։ Դե մենք ձեզ լիքը հուշել ենք, դուք չեք հուշում։ բայց Դեմքով։ Իրականում ես հուշող տեսակ եմ, բայց ասում եմ Չէ, թող Նա եթե արվեստի բնագավառից է ինչ է Բայց ասում եմ արվեստի Չէ, չէ, նենց, դրա համար նենց կապ ունի։ Այսինքն նա Նենց քիչ չի, ոնց, դերասան չի։ Նա Ասեցիր, արվեստի հետ կապ ունի, ասում քննարկել ենք, չէ՞, կարող են քննարկել։ Այո, այո, մենք Բան, եկել ենք։ բան կա, Բայց դե։ սուպեր, նենց չեմ Ուրեմն ասում, եթե ասին նենց, Տենա նկար։ այսինքն տենց ուղիղ երկիչ չի, դերասան չի, այլապես կասեին հա, մի անգամից, չէ՞, երկիչ չի, դերասան չի։ Բայց ասում եմ արվեստի հետ Միանգամից ասել ասել են են հա։
Անգամ ասել են հա, քո հետ կապ։ Այդ երկրի արվեստ։ Հա, չէ, ասի արվեստի կասին, հա, ասեցին։ Չէ, ասել եմ հա։ Հա, այդի հայ եմ ասել։ Ասեցի քո հետ կապ ունեն, Հա, ասեցին։ ուրեմն կարող կամ երկիշ լինի կամ դերասան լինի կամ Հա, այդ ինչ ռեժիսոր լինի։ Ասի Հայկի հետ կապ ունի, մարդը ասեցին նենց։ Անես չասեցի։ Հանրա ճանաչ մարդը, ճանաչում են իրան։ Այդ եղավ 5, այո։ Չէ, Հայաստանում իրան ճանաչում 7 են կարծել 5։ Այո։ Հանրա ճանաչա։ Հմ։ Ճանաչում։ Հա։ Բոյովա, Սուս։ Ասма սուս։ Բոյովա։ Բոյովա։ Թողանի պատասխանի։ Դեանի։ Հա։ Հա, բոյովա։ Դեմա օրինակ շատ կոլոտ մարդու համար կարա միջինը բոյով լինի։ Հասկանա։ Չէ, շատ բոյով, հա։ Հայկական մերկեքով, հայկական Չէ, դες հասխալը հարցերը հարցը պետք է ինձ դնես որ տարբերակ չունենա։ հասկացա։ Հա, Հայկ, այո, քո հարցի պատասխանը այո։ Այո։ Լավ, չեմ հաշվում այդ։ Հա, դե ինքը զուտ ձևակերպման հարցեր։ Դե հիմա մնաց Երկու հարց Դու եմ։ իրանց կողմից ես մանեն, ոչինչ։ Չէ։ Ձեզ էի օգնում։ Չէ, ձեզ շատ էր օգնում։ Մեզ են պատժելու, մանե ինչ են պատժելու։ Ինձ թվում է գիտեմ ով, պրոստը մի երկու հարց էլ դու։ Բայց հիմա եթե ասենք սխալը հələ ինչ 4 հարց ունենք, Երկու հարց ունեմ։ 2 8 այսինքն եթե հիմա մենք ասենք մեր տարբերակը, եթե սխալ եղավ, էլի երկու հարց կարող ենք տանք։ Ով է։ Ինձ թվում է կոնա։ Ես էլ եմ մտածում մկոնա։ Դե եթե բոյովա ու մեր ոլորտից է։ Հիմա դուք քո հետ կապ ունի։ Դե դու մի հատ ասա պատասխանը։ Ալո, պատասխանը թե Չէ, արի պատասխանը մի անգամից ասա, էլի իրավունք ունենք շարունակել։ Ահա, մի հարց ամանում եմ։ Չէ, եթե դու ասում ես, էլ երկու հարց ունենք, չէ։ Թե որ ասես հարցն է։ Իսկական խաղը նենց է, որ եթե ասեք պարտում եք, բայց այսօր եթե ասում ենք պարտում ենք։ Օ, չէ, դե դեպքում Դու մեր տոնական եթերը հաշվի չառակ պարտվեցինք։ Ահա չառանք մեռանք հուշելով։ Ոչ, հստակ խաղում ենք, եթե ասում են սխալ։ Դե արի ասենք։ То есть Մի րոպե։ մեր տարբերակը Մի հատ էլ հարց տանք, ստուգո։ Հա, ճիշտ է, եթե տենց է։ Գյումրեցի է։ Բան չասես։ ասма բան չասի։ Գյումրեցի է։ Չէ։ Խափել կա։ Հասկացար, եղբայր։ Քանի հատ։ Հա, մենք մտածում ենք մկոնա։ Վերջի հարց։ Վերջի հարցը։ Դե նայ, կապ ունի բոյովա, ասեմ բոյով մենք ով ունենք, դե երկիշներից ունենք բոյով, Արամենա բոյով օրինակ։ Բայց որ քո հետ կապ ունի։ Իմ հետ կապ ունի։ Այո։ Ну ինչ որ կապ ունի։ Բայց տենց Հա, տենց են հարցը տվել եք, չեք ասել տենց կապ ունի։ Չէ, իրանք այդ կապը չգիտեն։ Սենց են պատասխանել, Ինչ որ հիշում կապը գիտեմ, այդ կապը եմ հիշում դեռ։ Հա, իրանք այդ կապը չգիտեն։ Այդ որ ես գիտեմ, ուրեմն ինքը չի։ Իսկ ինչ կապ է։ Հեսա կապը Արամեի հետ։ Իմ մամայի կողմից բարեկամներ ունեմ Ռոստով-Նադանու քաղաքում։ Այնտեղի հայությունը էլի։ Այնտեղից սփյուռքա։ Այնտեղից եմ սփյուռք, ես ամենտեղ սփյուռք եմ էլի։ Երեխեք շատ երկար է։ Հա, բայց իրոք է։ Իրոք տեսակ, արդեն մեր Դե ասեմ, ուժում անհետաքրքիր է, կտրած գցել, ես խաղ գցեք մի կողմ, չի։ Կասեք պարտվեցին բեր։ Կապ ունի։ Արվեստի հետ կապ ունի, քո հետ կապ ունի։ Չկա, տարբերակ չունենք մենք։ Բարեկամա Հայկին։ Այդ վերջին հարցն է։ պատասխանը։ Արի դե ոնց է բարեկամ է, բոյով բարեկամ որտե՞ղ է։ Ոչ։ Բարեկամ չունեմ ես, ավելի լավ սենց ասեմ։ Ես բարեկամ չունեմ։ Արմանն է իմ բարեկամը։ Դա ինձ ված կա Արման։ Բայց Արման ասին, որ ինձանից բոյով է։ Արմանը իմ բոյին է։ Ինձանից բոյ։ Դե չասել։ Իրանք պարտվեցին։ Դե մեկին ասա, ով։ Չէ, չենք ասել մարդ։ Մենք չենք ասել։ Ինչ։ Հա, հիմա անունն է։ Հիմա մենք Ասեք, լավ։ անուն ազգանունը։ Okay, լավ։ Չէ, չէ, իրանք պատժվել են, եթե։ Անուն ազգանունը։ Նույն ձևով դու։ Լավ, իշխան ջան, լավ։ Կնայես ես հաղորդումը։ Կնայես հաղորդումը։ Դու էլ Լավ, անուն տվիկ վերջում։ Լավ, ասա։ Դե ասա։ Ես Վայ Հելենայի, սա թան դեռ։ Դե միակ մնումա դե եթե բոյով մենք ում ճանաչում ենք մեր կրուգից եւ պոնչնա բոյով։ Դու նկարան վերես։ Պոնչնա։ Չէ, լավ, չի հուշել։ Այլ տարբերակ ես չեմ գտնում, որ կապ ունի մեր Մի տղամարդ է։ Հակառակը խառնում եմ։ Հա, պետք է չի, ճիշտ է։ Բայց Ու ես ես կապ եմ։ ունի։ Դու բոյով ես։ 3-ն եմ հաշվում։ 1, Իմ ասածը Երկու, ասա, որ դու խայտարակ ես։ 3։ Պոնչը։ Վայ, բարև ձեզ։
Արա Ռաֆոն արա։ Ռաֆոին որ ճիշտ է, Ռաֆոն։ Բայց անցել է դե մտքով է Ստակ պատասխանը հա։ Բայց Ռաֆոին պետք է ֆայլին բոլորը։ Մերը դժվար է։ Ռաֆ, հայտարարեք եղանք, եթե նայելու ես նայում ես նույնն է ոնց չեկավ, հա։ Ես չգիտես ինչի գնացել էի ավելի շատ այդ Ազիզյանների սիտկոմի բանում, դրա համար պոն չգնացի, բայց նա ճիշտ էի գնացել։ Որ մի քիչ մտածենք կգանք Ռաֆին, եթե պոն չէ Ռաֆ։ Այո, եւ հա։ Ամենակ այդ Գյումրին, որ ասեցիր, էդի ձեզ էլի որ էդի չասեր Մկովն եք ասել։ Շատ լավն է։ Հա, մյուսը պետք է ասի հոկտեմբերան, Արմավիրա, շուտ թե։ Իսկ որ հիմա ոչ մենք բոյովների մեջ գնացինք, էլի։ Սա հրաշալի է։ Ինձնից բոյով։ բաժելը բա ոնցալին։ Տարին ավարտվում է, իսկ Իտալ Սոլարի շահավետ առաջարկները չեն դադարում։ Հենց այնպես հաղորդման գործընկեր Իտալ Սոլարից ձեռք բերեք 10 եւ ավելի կիլովատ հզորության արևային կայան եւ ստացեք նվեր Breno ջեռուցման կաթսա։ Ստացվում է, որ եթե ունես արևային կայան, էլեկտրաէներգիա եւ ջեռուցման համար դադարում ես վճարել։ Զանգահարեք 8128 եւ ստացեք անվճար խորհրդատվություն եւ նախագիծ։ Իտալ Solar։ Դե ասեք, դուք աղջիկ եք առաջինը։ Դե ինչ հիմա ինչ պիտի, հա ինչ որ բան պիտի ասենք հիմա։ Իրենք մեզ, մենք իրենց։ Այո։ Դե արի Մեծ պատժամիջոցների ցանկը տվեք, ես չգիտեմ։ Դուք ասես իրանք զանգեն։ Ես ախր չեմ տեսել, բայց կարող եղել է ձեր հաղորդման մեջ դա։ Ասա։ Ես առաջ կողմ 102 թող զանգեն, մի հատ հաթագործության մասին հաղորդում տան։ Ընդ որում հետագայում կարան սուտ մատնության համար ես դատեմ, էլի։ Ես կարծում որպես կազմակերպիչ։ Իսկ Արմանը գիտի, որ եկել ենք ստեղ այսօր։ Արմանը չգիտի։ Չէ։ Արո, ում Բորյային զանգի։ Ասենք ներկայացումը դուրս է եկել։ Չէ, ասա բանա։ Վատ է Կյանք ասա խաղացել։ մի քիչ առաջ խոսում էինք, ասա միտեղ նստած էի խոսում էինք, ոնց որ հունվարից Հայկ ուզում է քեզ փոխի։ Օ, ես չեմ կարող այդ ասել։ Կրվել ես։ Ես արսոտիկը թողա։ Կրվել ես։ Արդեն ո՞տ եմ զգում։ Սաթի չի հավատա, քեզից կարող։ Սաթի չի հավատա։ Սաթ չի կարող խապի։ Այն օրը ասում սաթը կարող։ Սաթ չի կարող խապի։ Որան թողել են Մոսկվայում սախալու։ Կոնք չէ, Բայց ես եմ բան մտածեմ, որ ինչ Այ լավն է։ հա լու ասա ուզում է քեզ փոխի, ասա այն սկզբի տեսարանը, որ օրո ասա բանը տեսը դիվանը որ շուռ ես տվե, ասա բան չեն այստեղ չէ։ Աշխատավարձը չի ծառայում։ ասում դի հանես։ Հա։ Ասես նորը։ Ասա ոչ ինչ որ մարտիկ են նայել, ասել են կոնկրետ իրան փոխեք, էլի շատակցումներ կազմում են։ Ոչ չեմ կարող։ Հա դեր ինչն ես, ինքը գիտի որ տես չի։ Լավ, դե ֆակտը կտալի Ինքը գիտի որ դա իրականության չի ասել, լսել եմ որ ասա խոսակցությունը։ միտեղ նստած էի։ Հայկը միտեղ ասել է որ Բորյային ուզում են փոխել։ Հա, բայց ասա ինչի, ասա որտեվ ռուսական քաղաքացիություն ունի։ Ասա ինչ։ Ռուսաստանի քաղաքացիություն ունի դրա։ Ակոն է, այստեղ մանեին եմ տալի։ Բայց Ռուսաստանի էլ չի կարծեմ Թուրքմենստանի է որտե։ Հա, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի, պետք է հանեն։ Վայ։ Ասում է տեմպը մի քիչ գցում ես ներկայացման, նարդիկ են եղել, նայել են, ասել են այ իրան որ փոխեք ընտիր ներկայացումը։ Ոյ։ Բայց ասա ինքն էլ կմեռնի մարդ է։ կոնկրետ կմեռնի։ Գնա հետ Մոսկվա, է։ Ուպրիտոմ ասես, ասա ինքը ոնց որ չի կարում քեզ ասի։ Ասում եմ նամակով։ Հելինա, իջեցի ավելի ատակով ասում թե։ Ասում եմ նամակով։ Լավ զանգում եմ։ Նամակով։ Կա սաթը խոսա։ Չի, արի։ Դե պալի տանելու, սա չի կարում խապել։ Դա դե լավ բան կարա անի։ Զանգի ասի, «Խի չկա այս նոր տարվա չաթի մեջ, որ գնում ենք Ծաղկաձոր սաստավով 6 օրով»։ Էդ էլ է տարքիրա։ Էդի ով է Չէ, ասա հանում է ներկայացում։ Բայց այդ ինքը ված չի զգա։ Չէ։ Այս դրանից ված կզգա։ Հա, Հավատա։ Որովհետև ինքը միշտ մոտենում ասում է, հա ոնց էր սա օքեալա։ Իր առաջին բեմն է ասա, մանը։ Ինքը առաջին անգամ է բեմը։ Լավ զանգում։ Իր համար դա շատ կարևոր է։ Ամենավատը սա է։ Ասելա չձգեց էլի, սոտիկի բեմում չձգեց, կադրում լավն էր։ Երոնիկ։ Բայց ես եմ ասում։ Ալո։ Պրիվետ Բորջան, ոնց ես կան։ Լավ դու։ Լավ քնած ես։ Չէ։ Լեսի, իրականում մի հատ sense խոսակցություն ականջիս եղե, ասեցի եկել, ասեցի մի հատ լեզանգեմ քո հետ քննարկեմ։ Լեսի, ես չգիտեմ սուտ թե ճիշտ, տենց լսել եմ որ Հայկը ման ինչ բողոքել են, ասեն Բորիսը տենց ներկայացման տեմպը գցում է,
Հայկն է սենց տարբերական այում փոխելու, բայց չգիտեմ, ճիշտ թե սուտ։ Մի տեսակ։ Չէ, իրականում կա տենց բան։ Բայց հիմա հələ որ չգիտեմ ում հետ կփոխել ինձ։ Ես տենց պրոստը ականջի ծերով եմ լսել տենց բան, դու լսել ես տենց բան։ Հա, երեք եմ լսել։ Հա, ես իմ ասեցի մտածեցի քեզ մի հատ զանգեմ։ Լավ, հələ մի հատ տենամ հստակ այդ ով ա եղել, ոնց ա եղել, ինչ էլ մի հատ հայկիդ կարելի է խոսալ, ոնց կարա տենց բան լինի։ Դե հիմա թատերական չենք սովորել հիմա ոչ։ Լավ, գանք։ Հետո օքեյ, կզանգեմ կշփվենք, հələ տեսնեմ մի հատ այդ ինչ լուրերը։ Պաչում եմ։ Լավ։ Այս աշկի ջոգ է։ Իստում հասկացել ջոգ է։ Տեսակ հստակ ու ոչինչ ոչ ասել եմ։ Չէ, իստում հասկացել։ Չէ, ինքը ջոգ է։ Ես հատուկ ասեցի։ Շատ կարևոր է հասկանանք։ Եթե ինքը ձեր Չէ, ինքը վստահաբար հասկացել։ Ինքը ջոգեց որ բլեֆանում ամին։ Հա, Ինքը ջոգեց որ դու Բայց բլեֆես ես ասի լսել եմ այտենց բան։ ինքն եմ լսել 3։ 3։ Ոնց կարող է մեր հենց հիմա հորինած բանը ինքը 3 լսած է։ Բայց կոլա է, ինքը նեղվում է։ Ինքը պիտի գվացյան։ Նա ինքը ամեն ներկայացումից առաջ Արմանին գարսում է, կարող ես դե տեմպը գցում եմ, կարող ես դե տեմպը գցում եմ։ Ինքն ինքը բան ասում է։ չէր, Ինքը ջոգեց երևի։ Չի ջոգեց։ Երեխեք չի հարչե։ Հիմա կարող է իրանց բաժեք։ Չի ջոգել, ինքը մաքուր Բայց աշա։ եկեք ասենք որ տենց բան չկա։ Բասեին։ Բան չկա գանքս։ Չէ, դե որ նայ հաղորդումը կջոգի։ Ա որ չի գցում, չէ, իրա ֆանտազիան է։ Լավ, ահա։ Ինքը անդադ նեղվում է։ Որ ծեր հայկը կան է։ Ու թատերական Չէ, ոչ ոք չի նոր նորմալ խաղում է, սա նորմալ է, շեֆը նորմալ է, շեֆը նորմալ է, ամեն նորմալ է։ Բայց տեսան հայկը որ ասես ես տես բան չեմ։ Կարող եմ դու Ես եք մարդ չեմ տեսել որ ասեմ։ Вообще ինֆարկտանա։ Էդ էլ է ջոգ, ինքն է։ Որիսն է։ Վեկալ։ Հեկալ, ասա։ Տուր ես ասեմ ինձ է զանգի, անին զանգի։ Չէ, թող շարունակի, հենց տենանք։ Ջան։ Իսկ ես գիտես ինչ եմ լսել։ Հա ջան։ Որ Անելուպ են ներկայացնում Яра ջոգել է, այդ տղա ջոգել է։ Չասի ջոգելա ձև չկա։ Վարիս, բայց ոնց ինչի տենց հասկացար, ինչի որ հասկացար։ Ինչ հասկացա։ Որ տենց Գլխից սարքել է։ Որ գլխից սարքել են։ Որ դու ֆանտաստիկ լավ ես խաղում ու вообще տեմպը չես գցում։ Իա դինდասա ինչից հասկացար։ Ինչից ասա։ Որ մենք քո գլխին սարքել ենք։ Միկրոֆոնի մոտ։ Անին ինձ կյանքում տենց բան չէր ասի։ Արին Իմանալ հանցածը զանգել արա։ սպասեն հանեին նոր ասել։ Փոխանեն։ Բարիս, բայց եթե ես քեզ Տեսար որ ասում եմ հավատայր։ Ճիշտ արա պիսածը զանգի։ Հա։ Չէ, սա ջանի։ Տեսար։ Չի հավատա։ Կարկ ավելի վատ բաժեք։ Ահա, դե պաչում մեկ զույգ արի զանգը բռնել։ Որը սիրտը խորացնում ամեն դե։ Այո, հիմա ես էլ եմ հավատում, զանգեք 102։ Всё պաչում եմ, ոչ։ Մեկ զերկու ամենալավ պատիժն է։ Չէ, ասում եմ, մեկը չի հավատա։ Ասի որ եթե ես ասեմ։ Օրինակ հիմա եկեք զանգենք 102, ոչինչ, մեր Բայց կողմից մեր կնստես, արդեն անցա վերջ։ Մերը վերջ։ Ամեն դե ջոգի որ ջոգել է։ Հասկացավ, լավ չխաղացի։ Անը կողմնապահություն կա այս։ Չէ, լավ խաղաց։ Ես շատ հստակ ասի տենց բան եմ լսում։ Հոգեբանորեն եթե։ Դե մարդը ասում անի իսկ կյանքում չէր զանգի սես բան ասել, այսինքն մտածում անին իմանար, կյանքում չէր ասի, կսպասեր հանեն, շպրտեին դուրս։ Չէ, հակառակը։ Ոնց, չէ, ես գիտեմ, չէ, ոնց։ Չէ, մի բան ասեմ, երևի մի քիչ ես ավելի հերվից գա, ինչ ես անում, ինչ կա, կարող եմ մտածել, հա, որտեղ շատ մի անգամից է զուտ այդ Հիմա դուք պատճառով։ մտածեք իրանց ոնց եք պատժում, կարող է իրանք ջղայնանան մի հատ էս պատժեմ։ Բայց այդ ոնց է։ Ու ինքը նույն ձեբորային նման պատասխան է։ Ոնց եմ ես իրան Ինչ որ զինվացում միտեղ ասում։ զանգես, այդ ձենով անես, չանես։ Այդ ձենով։ Հա, բայց ծանոթ մարդու։ Ուն զանգենք, լաս։ Ով էր որ հավայի Իշխան ուն զանգեք։ Ոչ շուտ խնդալ, միշտ խնդալու է, որ հիմա խառը համարներ ասեն։ Հրանտ չէ, արամի չասես, Լուիզը զանգեց, չէ՞ անկապ համարով զանգեց։ Ես անկապ համար ենք զանգում, ու ներկայանում է մարդը, ասում բարև ձեզ, ես Ես իշտել։ Հա։
Իմ դեպքում վտանգավոր է, էլի, նայած որ լագեր կընկնես, որ ճամբար կընկնես։ Ես Հայկ Մարության եմ։ Ոնց եմ ես անես խնդրում եմ։ Հա, ամեն մեկս մի թիվ ասել։ Դավայցի, հա, որ Ում համարից ենք զանգում։ Դե ձեր հեռախոսը տեք ձեր համարից զանգենք։ Հա, Հայկինով պետք չի էլի։ Հետո հետ են զանգելու։ Так։ Դա էլի Բորյայի զանգի։ Ինչ եմ անում։ Բորյայի զանգի ասի հանել եմ Հայկ քեզ։ Մարությանն եմ։ Հանել եմ քեզ։ Հավայցը 0-ինչով 98-ով թե 1-ով թե 3-ով։ 091-ով։ Հին։ Հին։ Հներն են։ 091 40 դուք ասեք։ Օ, այդ շատ հներ է գնացիք։ 40 թիվ ասել։ 7 Օր, այս կրո, հետո։ Այսինքն 40-63 Հիմա զանգում այս համարով ինչ անի։ Աս ներկայանում։ Հայկ Մարության ոնց է զզվում։ Բարև ձեզ, ես Հայկ Մարությանն եմ։ Տղամարդա։ Տղամարդնի կռիվ ալնելու։ Այստեղ է բան, ու ես բարտուն եմ, ում հեռախոսն է։ Ինչ ուզեմ կասեմ։ Այս համարով զանգի միշտ հասանելի եմ։ Զանգարում ենք 091-ով եւ մնացած 6 թիվը չեմ ասում, այդ հեռախոսահամարով պատահական գնաց։ Նկարում։ Ձայնը բարձրացնում ենք։ Նկարում հաղորդում եմ, որը նկարվում է։ Շո, չի գնում զանգը, այնքան հին համարա, այնքան հին համարա, որ մարդը արդեն Ամերիկայում ապրում վաղուց։ Ուրիշ համար, ասեք դե։ Ուրիշ համար։ Վերջում փոխեք 091, ոնց էր այնտեղ 77 40 77, ինչ։ Ալո։ Այս կինը, այնի տղամարդ էր։ Բայց այդ քո ասածն եմ ասելու։ Գիտեմ։ Լավ, եթե ավելի լավ բան Ես չգիտեմ ինչ ասեմ։ Մաքսիմումի վրա է։ Ալո, Ալո, բարև ձեզ։ Աշիվոզին, բարև ձեզ։ Կներեք անհանգստացնելու համար։ Հա։ Լսում եմ։ Հա, ձեզ Հայկ Մարությանն է անհանգստացնում։ Հա։ Ահա, լսում եմ։ Հայկը, в смысле, Հայկոն մեր կավենի։ Այո, այո։ Հայկո ջան, պրիվետ, Աննա։ Պրիվետ, ես հաղորդման եմ։ Հիմա հաղորդման ենք, ինձ պատական համարներ են թվեր են տվել, մեր մասնակիցները, ռազմիկացիաների ծրագրամը։ Ու ասենց հավաքել եմ, հա, ու ես պետք է ասեի անծանոթ մարդներ, պետք է ինչ-որ բաներ իր հետ խոսեի, բայց որ դու Ինձ ստիպել էին, որ ես ասեի, այ ոնց եմ ես քեզանից զզվում։ Դե ուրեմն դու իրանց ասա, որ չի կպապոտես, Հայկոյի սաղ ճանաք Վայ ցավը տարեմ։ Այդ կարանք ձև թապենք դու։ Որ չէ։ Իսկ մի րոպե, դու ստեղ ես, ես գիտեմ Մոսկվայում ես, հին ինֆորմացիաներ ա մոտս։ Ջան, վաղուց տեղ եմ ես։ Վայ, լավ է, ցավը տա, ոնց այլ չենք տեսել իրար քաղաքում դիտեղ։ Վայ, ինքան ուրախ էի ձայնդ լսեի, ցավը տանեմ։ Ես էլ քո ցավը տանեմ, դե ուրիշ համարով չգիտեմ։ Այս համարը հեսա կֆիքս եմ, ինձ մոտ կզանգեմ, հետո կխոսանք։ Իմ համարով կզանգեմ, ես իմ համարը չի։ Իրոք մի հատ այս համարս պայի գրի պրեսնյակ, որ այսօրը Վերջ, անջան։ ես հաճեքով քո հետ կհանդիպեմ։ Մեծ շո, ցավը տարեմ, մերսի շատ գրկում եմ, համբուրում եմ, լավ երի, ամենայն բարիք, պակա։ Վերջ դա, իրոք, տերև եք։ Բայց լուր ֆիքսի համարը։ Հա, համարը ես համարը Աննայի գրեմ, համարը ունեմ հին իր համարը, ինքը նոր հայերի։ Աննան, պրեսնակը։ Ասում ես 091 40-ովները, սա Վայ, Ցիվիլ, կես մասան է։ վայ, շկայվեր։ Իտալ Սոլար, ժամանակն է ստանալ ավելին։ Մի քանի Դե խառը։ Այո, մի քանի օրից, նաև ձեր գալի կամանորը։ բոլորիս, բոլորիս։ Նախ ուզում եմ ձեզ շնորհավորել ամբողջ անձնակազմը այստեղ որ կադրում չեն, Ժողովուրդ ջան, շնորհավորում ենք ձեզ եւ բոլորս արդեն շնորհավորում ենք
հայաստանցիներին, սփյուռքին մեր, մի խոսքով հայ ժողովրդին առողջություն եմ ցանկանում ամենաշատը ես, մնացածը կշարունակեն։ Այո, առողջություն, խաղաղություն, ամենակարևորը առողջություն ու sense լիքը բեռնավոր ստեղծագործ տարի լինի 26 թիվը կարևոր 26 թվին ընտրություններին չենք մոռանում, հիշում ենք։ Հիշում ենք ում պետք է ընտրենք, հա։ Այ։ Չգիտես ինչ վստահ որ այս դեմ Բոլորին սեր, երջանկություն, այո, ինչպես նշեց իշխանը, ստեղծագործ, լիքը, ես որպես դերասանուհի լավ դերեր, բեմեր, անկեղծ հանդիսատես, սեր։ Սերը կարևոր է, ես ուզում եմ շնորհավորել ամբողջ աշխարհի մարդկանց նոր տարին ու թող այս տարի իսկականից ես միշտ շատ եմ գրում, սերը թող շատ լինի, դա ամենակարևոր բանն է։ Եվ եթե ուզում եք նվեր անել մեզ հենց այնպեսին, բաժանորդագրվեք, մենք շատ կուրախանանք ու ձեզ լիքը հենց այնպես դրական էմոցիաներ կպարգևենք։ Ու չմոռանաք ում եք ընտրում։ Այսքան է, շնորհակալություն։ Կարաջ դեպքը պատկասը։ Շատ զարմացած չէ, այդ ընթացքում ուզում էր հասկանալ ինչա կատարվում։ Ես էլ հատուկ ձեն չէի անում, սենց։ Ես ինչ։ Ես այլեն չգիտեմ, ես չեխեմ։ Ես Չեխիայի նախագահի հյուրն եմ, ինչ եք ուզում ինձ այդ։ Հարցեր կա։ Դու ընտրում ես սա, Ով ավելի լավ պատրաստում կարկանդակ, հա, տիպը օրինակ։ Հա, օրինակ եմ Անի ասում։ թե սա ընտրեցիր Անի օրինակ, հետո ասում Անի թե Մանե, ընտրում ես Անի։ Հա, հասկացա։ Ուսեն շարունակ, այսինքն Անին մնում է այնքան, միջև դու իրան ուրիշը փոխում ես։ Կարաչը մնա։ Հա, օքեյ։ Հա, դուք սա պարապած եք, հա, տենց հասկացա։ Առաջ մնա, ուժը ծխելով սաղ գիտեմ, ես ոչ ոք։ Մանեն ասած մնում է։ Անի։ Հայկո, բայց քո հարցը կարկանդակ պատրաստելու մասին չի։ Հա, օքեյ, հա։ Մի քիչ հարախոտ հարցեր են։ Давайте, գնացի։ Էդի կարող դանդաղացնեք, Շատ Ես Հայկ Մարության եմ, ճիշտ է, բեղերով եւ բակերով, բայց դուք այնուամենայնիվ դիտում եք հենց այնպես շոուն։ Ես Իշխան Ղարիբյանն եմ, դուք դիտում եք հենց այնպես շոու։ Ես Սաթենիկ Ղազարյանն եմ, դուք հենց այս պահին Չէ, Անին է։ Անին էր, ով էր անում։ Մազերս են ցեկա, ես Սաթենիկ Ղազարյանն եմ։ Ես Սաթենիկ Ղազարյանն եմ, հենց այս պահին դուք դիտում եք հենց այնպես շոու։ Ես Անի Լուպեն եմ, դուք դիտում եք հենց այնպես շոուն։ Ապրեք ժողովուրդ։ Կարծում լավ։ Տաքեր, ջուր կար, սաղ կար։